Այսօրվա ծառայության վերնագիրն է ինչպես է ծնվում հպարտությունը։ Առաջի հատվածը աստվածաշնչյան տեսակետներից։ Հպարտությունը չի առաջանում միանգամից։ Ինքը զարգացող process-ի մեջ առաջացող գիծ է, հա, իրավիճակ է, որտեղ որ գալիս է այն կետը, որ դու արդեն դառնում ես հպարտ։ Եվ ես կարծում առաջինը ինչից է լինում դա։ Առաջինը ամենաառաջի կետը, որտեղից որ սկսում է հպարտությունը, մարդը մոռանում է, որ ամեն ինչ Աստծուց է։ Այսինքն, այդտեղ ոնց որ արդեն գալիս է այն հասկացողությունը, որ ամեն ինչ չի, որ Աստծուց է, կամ կախվածությունը Աստծուց այդքան էլ շատ չի։ Աստծո ներկայությունը, Աստծո իմաստը քո կյանքում սկսում է նվազել, Աստծո ուժը, զորությունը քեզ համար սկսում է նվազել։ Դա հենց առաջի քայլն է, որ կատարվում է ենթագիտակցորեն կամ քո բնավորության մեջ, որ դու սկսում ես մոռանալ, որ ամեն ինչ է կախված Աստծուց, որ դու լիարժեք կախված ես Աստծուց։ Եվ այդ մոռացությունը բերում է նրան, որ մարդը սկսում է հույսը դնել ոչ միայն Աստծո վրա, այլ նաև ինքը իր վրա։ Եվ նաև մոռանում է, որ ինչ որ այսօր ունի, դա Աստծուց է։ Այսինքն ֆոկուսը իր այն չի, որ ինքը ինչ ունի, իր նպատակն է, եւ մոռանում է, որ ինչ որ այսօր ունի, արդեն իսկ Աստծուց է, եւ ինքը իր ուժերի վրա է սկսում ֆոկուսանալ, եւ ինքը այդ ամբողջը ինչ որ ստանում է, սկսում է վերագրել ինքը իրեն, որ ինքը խելացի է, որ ինքը գեղեցիկ է, որ ինքը կարողանում է էս անել, ինքը լավ բիզնեսմեն է, ինքը մի խոսքով ամեն ինչ որ կա, մոռանում է, որ Աստծուց է։ Այդ մոռանալու process-ի մեջ սկսում է ձևավորվել հպարտությունը։ Եվ նաև գալիս է մի կետ, որ այդ կետի վրա մարդը սկսում է մոռանալ, որ իրան պետք է օգնություն, որովհետև երբ որ ամեն ինչ ստացվում է, ինքը կարծում է, թե ինքը ամենակարող է։ Այսինքն իր ձեռից ամեն ինչ գալիս է, ինքը ամենախելացին է, իր առաջ ամեն ճանապարհ բացված է։ Եկեք կարդանք B օրինացի 8-րդ գլխի 17-18 խոսքերը։ Այստեղ ասվում է. քո սրտում չասես. այս հարստությունը ես իմ կարողությամբ եւ իմ ձեռքի ուժով եմ վաստակել։ Այլ հիշիր քո Տեր Աստծուն, որովհետև նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսզի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը ինչպես այսօր։ Այս երկրորդ կետը կարանք բաց թողնենք, բայց այստեղ ինչն է ասում է չմոռանաս, որ ինքն է քեզ ուժ տալիս, որ այդ հարստությունը դու ձեռք բերես։ Այս խոսքերը հենց նենց գրված չեն, որովհետև Տերը գիտի մարդու էությունը, մենք գիտենք, որ շատ ժամանակներ են եղել, որ հենց ամենաառաջի արշավից, հա, անապատում, արդեն իսկ մարդիկ մոռանում էին, որ Աստված ինչ է արել իրանց համար, հա, իրանց համար թափվում էր մանա, իրանք արդեն զարմանալի չէր այդ մանան, իրանց համար մանան դառել էր սովորական բան, չնայած որ հասկանում էին, որ դա գերբնական բան է, այդ գերբնականություններն էին դառել իրանց համար նորմալ, ու Տերը այստեղ ճանաչելով մարդու էությունը ինքն է, չէ՞, մարդուն ստեղծել, գիտի այդ էությունը, որ ասում է հիշի, որ Տեր Աստծուն, որ ինքն է քեզ ուժ տալիս ամեն բանի համար, եւ առաջի հպարտության այդ ճամփան բռնող, հա, այդ կետը հենց դա, որ դու արդեն սկսում ես մոռանալ, որ ամեն ինչ Աստծուց է։ Դրա համար օրինակ նայեք այսօր ինչ ունեք, ինչ որ ունեք, ամեն ինչ Աստծուց է։ Եթե կարծում եք ինչ որ մի բան Աստծուց չի, ուրեմն արդեն այդ սխալ ճանապարհի վրա եք։ Հետո երկրորդ կետն է գալիս դրա հետևից, որ մարդը սկսում է կենտրոնանալ ինքը իր վրա։ Այսինքն, քանի որ ես եմ ամեն ինչ անողը, քանի որ ես եմ իմ հաջողության նպատակի ամեն ինչը, քանի որ ես եմ այս իշխանը իմ կյանքի, հա, ձևավորվում է այդպիսի կետ, որ ասում է ես եմ իմ Տերը, հա, սկսում է ձևավորվել։ Միգուցե այդքան ակտիվ չի ինքը սկզբից, բայց գործնականով դու արդեն մոռանում ես, որ պիտի Աստծուն հարցնես։ Դու քո որոշումները կայացնում ես առանց Աստծո։ Որտեւ Աստված արդեն առաջի տեղում չի, առաջի տեղում արդեն դու ես։ Կարող է մեկ այդ ասես, բայց սպասի մի հատ Աստծուց էլ հարցնեմ, հետո նորից մոռանում ես Աստծուն, որտեւ արդեն քո մեջ սկսել է ձևավորվել, որ Աստված առաջի տեղը չի։ Քո ցանկությունները, քո կարծիքը, քո իրավունքները, հա, այսինքն դրանք են սկսում ձևավորել քո եսը, քո հաջողությունը, քո փառքը, հա, նմանավանդ եթե լավ, հարուստ, ամեն ինչ, այսպես ասած, բանով ա լինում, հա, կաթի նման հոսում է, դու սկսում ես փառք փնտրել քեզ ու սկսում ես փառավորվել ինքդ։ Դա գալիս է սկզբից Աստծուն, ասեցինք, չէ, որ Աստծուն առաջի տեղը չես դնում, հետո ձևավորվում է քո եսը։
Հռոմեացիների 12 գլուխ 3-րդ խոսքն ասում է. Աստծո շնորհով որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին, ինքներդ ձեր մասին չափից ավելի մի հոգացեք։ Այլ մտածեք պարկեշտ մնալու այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափի բաժին հանեց։ Այստեղ ասում է ինքներդ ձեր մասին չափից ավելի մի հոգացեք։ Այսինքն եթե դու անընդհատ քո մասին ես հոգում, եթե մենք մեզ զնենք կամ մեր շրջապատը զնենք, մենք կգտնենք այդպիսի մարդիկ, որ անընդհատ իրանց ֆոկուսը իրանք են։ Իրանք, իրանց ընտանիքը, իրանց երեխեքը, իրանց ունեցվածքը, իրանք։ Դա վատ չի, եթե դու ունես բալանս, որ Աստված առաջի տեղում է։ Բայց երբ որ քո համար Աստված մենակ օգտագործման կետ է, որ օգտագործում ես Աստծուն մենակ քո նպատակների համար, կամ դու ընդհանրապես քո անձնականը ավելի մեծ է, քան Աստծո ծրագիրը, տենց ասեմ, հա։ Հիմա եթե ասենք օրինակի համար, կա եկեղեցու ծրագիր եւ կա քո ծրագիր։ Դու կարողանում ես եկեղեցու ծրագիրը քոնից վեր դնես, հա, Աստծո ժողովրդի ծրագիրը քոնից վեր դնես։ Անես այն, ինչ որ քեզ հարմար չի, բայց Աստծո ծրագրի համար անես։ Այդ որ սկսում են նվազել, որ մենք մեր համար ավելի չափից ավելի ենք սկսում մեր համար հոգ տանել, այդ դրա համար է ասում, ինչի համար այլապես Պողոսը պետքա մեզ դա զգուշացներ, որովհետև շատ չափից ավել մեր համար հոգ տանելը արդեն հենց այդ կետից է, որ եսը դառնում է կենտրոնական, մեր եսը դառնում է ավելի ուժեղ եւ ավելի Աստծուն հանում է մեր ֆոկուսից, մեր դիապազոնից, մեր մտքերից, մեր հոգուց, որտեղ մենք մեր արդյունքների վրա ուրախանում ենք, ասում ենք ինչ լավն եմ ես։ Հետո գալիս է արդեն կոնկուրենցիայի գաղափարը եւ մարդը սկսում է համեմատել իրան ուրիշների հետ։ Այդ համեմատության մեջ ինքը արդեն տեսնում է, բայ ես էս հարստություն եմ, բայց այն մեկը ավելի հարուստ է։ Ես էս ուսումը ստացա, բայց այն մեկը ավելի լավ ավարտեց։ Ես էսենց ֆիգուրա ունեմ, բայց այն մեկը ավելի լավ է կարող շուտնի հարի։ Հələ իրանք ընտանիքով սենց են, մենք ընտանիքով սենց ենք։ Բայ իրանք սարքեցին սենց տուն, բանը մեր տունը նայի։ Այդ համեմատությունները սկսում են գալ, որ դու սկսում ես քեզ չափել, ոչ թե Աստծո չափանիշով, այլ աշխարհի չափանիշով եւ ավելի լավերին նայելով դու դիֆիցիտ ես սկսում ապրել։ Եվ դա ծնում է արդեն նախանձ, հա, որը որ հետևում է հպարտությանը։ Իմիջիայլոց համեմատությունը հպարտության ամենամեծ սնունդներից է։ Սկիզբը Աստծուն տեղ չտալը, բայց հետո սնուցվում է հպարտությունը միշտ համեմատությամբ։ Ինչքան մարդ համեմատվում է, այնքան իր հպարտությունը ավելի է կերակրվում։ Այդ կոնկուրենցիայի գաղափարը, հա, որ արդեն կոնկուրենցիայի գաղափարը դու ուզում ես բոլորին ապացուցես, որ դու ավելին կարաս, ավելի մեծ տուն կարաս սարքես, ավելի մեծ ավտո կարաս առնես, քոնը ավելին է, քո շորը ավելին է, մի խոսքով։ Եվ եթե մարդ իրեն ավելի լավ է համարում, ծնվում է գոռոզություն, հա, արդեն ձևավորվում է գոռոզ բնավորությունը։ Ուրիշի վրա վերևից նայելը, հա, գոռոզները ոնց են իրանց պահում, իրանց լայաղին չի էս ինչ սեղանին հաց ուտել, իրանք էս ինչ ռեստորանը չեն էթում, իրանք այս սեղանին չեն նստում, իրանց համար հատուկ սեղան գոյություն ունի։ Եվ այդպես շարունակ, իրանք չեն էթում էս ինչ ծովով, այդ ծովով է գնում, այդ մենակ աղքատներն են գնում, մենք մենակ շաքարի ծով են գնում հանգստանալու։ Եվ այդպես, դա գոռոզական բնավորություններ են արդեն ձևավորվում մարդկանց մեջ, որ աշխարհիկ բաների վրա չափանիշներ է դրվում։ Հետո ծնվում է, ինչպես ասեցի, նախանձը եւ հպարտությունը արդեն ձևավորվում է նախանձի այդ գոռոզության, այդ ամեն ինչի մեջ արդեն ամրապնդվում է, դա հələ որ չի ձևավորվել ամբողջությամբ, քիչ էլեմենտները գալիս են, հա, իսկական հպարտության, որ արդեն հետո դառնում է մեծ խնդիր մեր կյանքում։ Կորինթացիների 10-րդ գլխի 12 խոսքում ասում է. մենք չենք համարձակվում մեզ համեմատել ու հավասարացնել ոմանց, ովքեր իրենք են գովաբանում, չհասկանալով, որ իրենք իրենցով են չափում եւ իրենք իրենցով համեմատում։ Այսինքն այստեղ ասում եմ՝ մի համեմատեք ձեզ, երբեք ոչ մեկով։ Եվ մենք չպիտի համեմատվենք, մենք չպիտի նայենք մարդիկ ոնց են համեմատում, մենք իրանց համեմատությունները չվերցնենք, ասենք դե տես իրանք էլ են անում։ Միշտ հիշեք, որ դուք ունեք արժեք Աստծո մեջ, որը որ ոչ ոք չի կարա գնահատի։ Նույնիսկ դուք չեք կարա ձեր արժեքը գնահատեք Աստծո մեջ։ Աստծո մեջ արժեքը մենակ Աստված կարա ձեր հետ գնահատի, գնահատական տա, եթե դուք թույլ տաք եւ ընդունեք եւ ապրեք իր այդ խաղաղության մեջ։ Ու այդ արժեքը այնքան բարձր է, եթե դուք ընդունեք Աստծո արժեքը, դուք ձեզ ամենահարուստից հարուստ կզգաք, ամենաերջանիկից երջանիկ կզգաք, ամենալավ ընտանիքից ունեցողից լավ ընտանիք ունեցող կզգաք։
որովհետև ձեր այդ երջանկությունը կախված չի լինի իրավիճակներից։ Իրավիճակները գալիս են մենակ խանգարելու, որ դուք Աստծուն ճիշտ մոտիկանաք։ Բայց երբ որ դուք Աստծուն այդքան մոտիկ եք, ոչ մի բան չի կարող ձեզ իր ձեռից վերցնել, որովհետև դուք գիտեք, թե դուք ով եք Աստծու մեջ։ Եվ այդ համեմատությունները նույնիսկ ձեր մտքով չեն անցնի։ Կարող է գայթակղություն լինի, որ ասես, տես, այս մարդիկ ինչքան լավ բաներ են անում, պահի տակ, բայց պետք է միշտ գնանք Աստծո գիրկը եւ ասենք ստոպ, այսօր ընկա ես ինչ իմանամ ինքը այդ մի հատ լավ բան ունի, բայց 10 հատ ինչ վատ բան ունի։ Միգուցե ես ավելի 10 հատ լավ բան ունեմ, որ այդ մարդը չունի, որովհետեւ մենք տեսնում ենք ոնց դրսից, մենք չենք տեսնում սրտի ներսից։ Հետո գալիս է հաջորդ կետը, որ մարդ դադարում է խրատ ընդունել։ Արդեն գոռոզությունն է եկել, արդեն իր եսակենտրոնությունն է եկել, Աստծոց այդքան կախվածություն չէ եւ արդեն խրատ ընդունելը շատ մեծ խնդիր է դառնում այդ մարդու համար։ Եվ հպարտ մարդը չի ընդունում, որ ինքը կարող է սխալվի։ Այսինքն դու ուզում ես խորհուրդ տաս ու ինքը չի ընդունում։ Եթե կան մարդիկ, որ դուք իրանց խորհուրդ եք տալիս ու իրանք զգում եք, որ չեն ընդունում, իրանք իրանցն են ասում, կամ արդարացնում են իրանց սխալները, իրանք այդ ճանապարհին են։ Չի սիրում, որ իրան ուղում են, արդարացնում է իրան ամեն անգամ։ Այսինքն իրավիճակներում, որտեղ որ պարզ նույնիսկ երևում է, որ ինքը մեղավոր է, ինքը ոնց որ սենց ֆռմա, որ ինքը մաքուր դուրս գա, հա։ Ինքը չի կարողանում ասի, վայ ճիշտ ես, ես մի հատ իմ մասին մտածեմ, կամ վայ ինչ լավ է, որ այդ իրավիճակի մասին խոսացիր, ես լրիվ սխալ ճանապարհի վրա էի, կամ շնորհակալ եմ, որ այդ ինձ զգուշացրեցիր, որովհետև ես լրիվ քորքոր էթալու էի ընկնեի փոսը։ Իրանք երբեք չեն ասի, որ ընկնում են փոսը։ Այսինքն այդ մարդը դադարում է ընդունել խրատ, խրատը իր համար փուշ է դառնում։ Առակներ 12 առաջի գլխում ասում է խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանություն ատողը անխելք է։ Այսինքն հանդիմանություն եթե չես ընդունում, արդեն ձևավորվում է քո մեջ նաև այդ անխելքությունը եւ որը որ նպաստում է նաև քո հպարտության շարունակությանը, որովհետեւ դու կորցնում ես իմաստությունը։ Դա անխելքությունը նաև հակառակն է իմաստության, չէ՞։ Եթե մարդ անխելքանում է, չի կարողանում խրատ ընդունի, ավտոմատիկ կորցնում է իմաստությունը։ Ու իմաստության նվազումն է նաև բերում նրա, որ ինքը չի տեսնում, հայելի չի տեսնում։ Իր հայելին արդեն կոտրվել է, որ ինքը կարար տեսներ, ինչն է ինքը սխալ անում։ Բայց եթե այդ մարդը չի տեսնում այդ հայելին, այդ դրա մեջ չի տեսնում, ինքը իր սխալներն չի տեսնում։ Ինքը քայլում է միգուցե մի աչքով եւ չգիտի, որ ինքը մի աչք ունի։ Ինքը կարծում է, թե ինքը ամենագեղեցիկն է։ Եվ այդպես են այդ հպարտության ձևավորման մեջ գտնվող մարդիկ։ Հետո մարդիկ սկսում են փնտրել մարդկանց փառքը, հա, այդ ամեն ինչի մեջ։ Արդեն իրանք սովորում են, որ որտեղ մտնում են իրանց հաճույքով են նայում, իրանց համար հատուկ սեղան են տալի, իրանց համար հաճույքով ասում են, վայ, ինչ լավն է, ծափ են տալիս, ուրախանում են իրանցով, լավ բաներ են ասում, նվերներ են տալիս եւ այլն եւ այլն։ Եվ այդտեղ ձևավորվում է արդեն փառասիրությունը նաեւ, հա։ Հպարտություն առանց փառասիրության համարյա չի գալիս, դրանք իրար հետ քույր ու եղբայր են եւ այդտեղ ձևավորվում է փառասիրությունը, որը նաեւ սնուցում է հպարտությանը, որ ավելի հպարտանա այդ մարդը։ Ինքը հպարտ մարդիկ, այդպիսի մարդիկ, որոնք փնտրում են մարդկանց փառքը, իրանք անպայման ուզում են, որ իրանք լինեն տեսանելի, իրանք միշտ առանձնանում են ինչ որ ձևով, հա։ Իրանք ուզում են, որ իրանք գնահատական տան, որ իրանք ասեն, վայ, ինչ լավ ես հագնված, ինչ գեղեցիկ է քո շորը, գովազք են իրանք ուզում անպայման, ուզում են, որ բոլորը հիանան իրանցով։ Մի խոսքով, բեմական, ոնց որ թե բեմի վրա իրանք ոնց որ կանգնած լինեն իրանց կյանքով մեկ, հա, այսինքն իրանց կյանքը դառնում է իրանց բեմը ու իրանք մի շոուի մեջ են, շոու, հա, ես եմ շոու անողը, բոլորոտից ծափ տվեք։ Այ դա ընտանիքների մեջ էլ է իմիջիայլոց լինում, հա, ընտանիքների մեջ էլ է լինում, որ մեկը գալիս է տուն եւ բոլորը պետք է իր շուրջը լինեն, բոլորը պետք է իրան լսեն։ Մենակ ինքը պիտի խոսա, ոչ մեկի տեղ չպիտի տա։ Կարա լինի քույրը, կարա լինի եղբայրը, կարա լինի ինչ-որ մի բարեկամ, քեռի, հորողբեր, որ ինքը մտնում է այդտեղ, ոչ բոլորը պետք է իրան ծափ տան։ Բոլորը պետք է իրան լսեն, բոլորը պետք է իրան նայեն։ Եվ հետ ուշադիր լինեք կտեսնակ այդ հպարտ մարդկանց, որ արդեն ինչքան է իրանց հպարտությունը, որ իրանք թույլ չեն տալիս, որ իրանց կողքը ինչ-որ մեկը ինչ-որ արժեք ձեռք բերի, հա։ Հովհաննեսի 12:43 խոսքերը ասում են, քանի որ մարդկային փառքը գերադասեց Աստվածայինից։ Իսկ գերմանական թարգմանությունից ասում է, նրանք ավելի սիրեցին մարդկանց փառքը, քան Աստծո փառքը։ Այստեղ փարիսեցիների մասին է խոսքը։ Հովհաննեսի 12:43 խոսքում ինչ ասում է մարդկային փառքը գերադասեցին կամ սիրեցին մարդկանց փառքը ավելի քան Աստծո փառքը, այսինքն իրանց կարևոր էր թե մարդիկ ինչ են ասում, իրանց ուշադրությունը մարդկանց վրա էր, ոչ թե Աստծո։
Երբ որ մենք մտածում ենք մեր մասին, դե հասկանանք, եթե ես ինչ-որ մի տեղ եմ գնում, ես այդտեղ այդ վայրում մտածում եմ ինչ կմտածեն մարդիկ, թե ես Աստծուն եմ ճիշտ ներկայացնել ուզում։ Այսինքն թե իմ հակուկապով, թե իմ նստուկացով, թե իմ ամեն ինչով, ի՞նչն է իմ համար կարևոր, մարդկանց զարմացնել, թե Աստծո մեջ լինեմ ճշմարտության մեջ։ Դե էդի տենց փոքր բաները այդքան չեն բանանում, բայց մեծ բաների մեջ, հա, մեծ ամենօրյա, ամեն ինչի մեջ, որ ուշադիր լինենք, թե ոնց է ձևավորվում մեր մեջ այդ ինչքան ենք մենք ուզում լինենք կենտրոնում, հա, շատ ենք սիրում լինենք կենտրոնում, եթե այո, ուրեմն այդտեղ մենք ունենք արդեն ինչ-որ մի մաս, որ էլեմենտ, որ հպարտության հետ է։ Մարդը սկսում է վստահել ուժերին, իր ուժերին, հա, իր համար աղոթքը դառնում է ձևական, նայեք, չի ասում չի աղոթում, հա, աղոթքը դառնում է ձևական, ինքը աղոթում է, բայց իր ուժերի վրա է վստահում, նաև աղոթքը դառնում ոչ հոգևոր, այլ ցանկությունների աղոթք, հա, հոգևոր աղոթքը հոգին է վարում, ցանկությունների աղոթքը մենք թելադրում ենք Աստծուն մեր ցանկությունները, դա տարբերություն կա, երբ որ հոգով ես աղոթում, դու հանձնում ես ամեն միտքդ հոգուն եւ միգուցե աղոթում ես բաներ, որ քեզքի ձեռ չեն տալիս, հա, այսինքն ձեռ չեն տալիս այն առումով, որ դու քո համար քո ցանկությունը դրա հետ չի համապատասխանում, բայց դա հոգով աղոթքն է, բայց կան աղոթներ, որ մենք մեր ցանկություններն ենք թելադրում, ուզում եմ, այդպիսի աղոթներ են սկսում ձևավորվել մարդկանց մեջ, որոնք որ հպարտ են, որովհետև իրանց ցանկությունը իրանց համար ամենակարևորն է, հա, եւ իրանք համառոն իրանց ցանկության համար աղոթում են։ Այնքան են աղոթում, ես ուզում եմ, ինձ պետք է։ Ահա այդպիսի աղոթք է ձևավորվում այդ մարդկանց մոտ, ովքեր որ հպարտությամբ են լսում, եւ դա ձևական աղոթք է, որովհետեւ մենակ ինչ որ նպատակի համար, որովհետեւ իսկական աղոթք չի, իսկական աղոթքը զրույց է Աստծո հետ, իստեղ ոնց որ մենակ մոնոլոգ է, էլի, որ գրակում ես դեպի Աստված։ Առակներ 3-րդ գլխի 5-րդ 7-րդ խոսքում ասում է քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը եւ քո բռնությամբ մի ապավինիր, այսինքն ասում է Տիրոջ ապավինիր, քո հասկացողությանը մի ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան եւ նա կուղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի եղիր, վախեցիր Տիրոջից եւ վանիր չարը։ Տեսեք, այստեղ լիքը սիգնալներ տվեց, հա Տերը, որ ապավինիր Տիրոջը եւ քո ըմբռնության, այսինքն քո լոգիկայի վրա հույսդ մի դիր։ Հետո ասեմ բոլոր ճանապարհներին ճանաչիր եւ ինքը կուղի քո ճանապարհները, որովհետեւ այստեղ արդեն նախատեսած է, որ դու սխալ ճանապարհով կգնաս, եթե Աստծուն չհարցնես։ Հետո գալիս ասում է քո աչքի առաջ իմաստուն մի եղի, եթե դու քեզ իմաստուն ես համարում, ուրեմն այստեղ ասում է վախեցիր Տիրոջից եւ վանիր չարը, այսինքն արդեն չարը եկել է, եթե դու քեզ համար որպես իմաստուն ես համարում, եթե քեզ իմաստուն ես համարում, ուրեմն չարը արդեն քո մոտ է, շատ հետաքրքիր խոսքեր են սրանք, ասում է վախեցիր Տիրոջից եւ վանիր չարը, որովհետեւ քո անձնական իմաստության հասկացողությունը չարի գործիք արդեն դառնում։ Եվ ինչպես անցած անգամ արդեն ասացինք, որ հպարտությունը իր հետ բերում է մնացած մեղքերը, նախանցխանդ, քննադատություն, բամբասանք, ինքնադատապարտում, ինքնաարդարացում, աններողամտություն, զայրույթ, փառասիրություն, անհնազանդություն Աստծուն։ Այդ ամենը գալիս է հպարտության, այսպես ասած, հետևից իրար հետ ձեր բռնած, իրանք բուկետ կազմած գալիս են, հա, իրանք մենակ չեն, այսինքն ամեն ինչը մեկը մյուսին լրացնում է։ Դրա համար հպարտ մարդիկ ունենում են տարբեր ֆասետներ։ Տարբեր ֆասետներն են։ Մենք անցած դասին ասացինք, որ նաև կեղծավորությունը ամենամեծ գործիքներից է հպարտ մարդու։ Հպարտ մարդը կարողանում է շատ շուտ կեղծավոր դառնալ եւ ուրիշ մարդկանց գրավելու համար իրան կեղծ իրավիճակի մեջ դնի։ Այսինքն իր իսկական դեմքը ցույց չտա։ Ցույց տա այն դեմքը, որ մարդիկ պետքա տեսնան։ Հակոբոս 3:16 խոսքի մեջ ասում է, որովհետեւ որտեղ նախանձ եւ եսասիրություն կա, անտեղ անկարգություն եւ ամեն չար բան կա, այսինքն նախանձն ու եսասիրությունը եթե կան, ամեն չար բան կա, այստեղ կոնկրետ ասում է, եթե դու հպարտություն ունես, եթե դու նախանձ ես, եթե դու եսասիրությամբ ես տարապում, որը որ հպարտության խորհրդանիշներն են, այսինքն ամեն չար բան այդտեղ արդեն կա, իսկ ամեն չար բանի մեջ մտնում է եւ գողությունը, եւ պոռնկությունը, եւ շնությունը, եւ կախվածությունները, եւ ամեն ինչ ամեն չար բան, այսինքն այդտեղ չի ասում չար բնավորության գծեր, ասում ամեն չար բան կա, հպարտությունից ինչ եղավ հպարտությունից, հպարտությունից Կայենը սպանեց իր եղբորը, մարդասպանություն եղավ հպարտությունից։ Կայենը Ադամից ու Եվայից հետո այսպես ասած ինքը ընկավ հպարտության մեջ, որտեղ նախանձեց իր եղբորը Աբելին եւ կայացավ սպանություն։ Դրա համար եսասիրությունն ու նախանձը ամեն ինչ բերում են, նաեւ սպանություն են բերում, որը որ այդ առաջինը հենց այդպես է եղել։
Հպարտությունը ամենավտանգավոր հետևանքն այն է, որ մարդը դադարում է լսել Աստծուն։ Գալիս է մի կետ, որ ինքը ուղղակի ջղայնանում է Աստծո վրա, սկսում է Աստծո հետ վիճել, հա, այսինքն ինքը իրան սկսում է ավելի այնքան բարձր դնել, որ Աստծո հետ սկսում է բազար անել, կարելի է ասել, հա, պահանջել Աստծոց բաներ, իր հետ խոսակցություններ վարել, որ իրան պարկեշ չի, ասենք, երկյուղ չունի արդեն, հա, որտեղ երկյուղը արդեն մենք կարծացինք, չէ՞, վերևում ինքը արդեն երկյուղը կորցրեց, որտեղ երկյուղ արդեն չկա, ինքն է իր տերը ամեն ինչի եւ ինքը սկսում է Աստծո հետ դիսկուսիաներ վարել, Աստծո հետ խոսակցություններ վարել, որոնք իրան գցում են ավելի վատ տեղ։ Աստված նես չի որ Աստծուն պետք է իրան պաշտպանել, բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ այդ ամենը գալիս է իրանց հպարտությունից, որ իրանք ինչ-որ բան են պահանջում Աստծուց։ Եվ ինչ է հատկանիշ այդպիսի հպարտության մեջ, այդ զարգացման մեջ, ինչն է հատկանիշ, մարդիկ մոռանում են ինչ ունեն։ Իրանց դեֆիցիտը միշտ իրանց աչքի առաջ է։ Իրանց դեֆիցիտը չի հեռանում։ Այդ մարդիկ չեն կարում հագենան ոչ մի բանից, հագենան իրանց կյանքից, լիարժեք ձեռքբերումներից, ինչ որ մի բան ստացվում է, վերջանում է, վերջ իրանց ֆոկուսը մյուս դեֆիցիտի վրա է, ինչ որ մի բան ստացվում, բրծնում է իրանց դեֆիցիտը մյուս դեֆիցիտի վրա է, այսինքն իրանց ֆոկուսը անդադ փոխվում է չունեցածի վրա, որովհետև իրանք անդադ կոնկուրենցիայի գաղափարի մեջ են եւ իրանց այդ հպարտությունը չի թույլ տալիս, որ Աստծուն ընդունեն, որ իրանք լիարժեք են ինչքան որ ունեն։ Այսինքն չեն բավարարվում նրանով, ասեն ես այս տուն ունեմ, այս ջուրն ունեմ, ինձի հերիք է։ Ոչ, իրանք անընդհատ դեֆիցիտ են փնտրում, որովհետև այդ խի մենակ ես այդքան ունեմ, բա մնացածը ուրիշ բան ունեն։ Գործանումից առաջ գոռոզություն է գնում, իսկ սայթակման առաջից ամբարտավան հոգին։ Դա անցած անգամ է կարծացինք, դա Առակների 16-18 գլուխն է, դա տանում է կործանման։ Այսինքն այս ամեն ինչին է վերում կործանման, որովհետև մարդը քայլում է դեպի կործանում, որովհետև ինքը Աստծուց հեռանում է, սկսում է Աստծուն մեղադրել իր սխալների մեջ, որովհետև այդ սխալները գալու են իր վրա, եւ ինքը արդեն դադարում է Աստծո հետ հարաբերություն ունենալ, եւ հպարտությունից բխող մարդիկ շատ դժվարանում են Աստծո հետ հարաբերության մեջ, թույլ տան, որ Աստված որոշի, չանել ոչ մի որոշում կայացնել, որ առանց Աստծո ոչ մի որոշում չեմ կայացնում։ Այդ մարդը չի կարող այդպիսի որոշում կայացնել։ Իր համար դա մեծ խնդիր է վստահել ինչ-որ մեկին, նույնիսկ Աստծուն։ Ինքը իր վրա է իր վստահությունը կառուցում։ Այդ անվստահության հիմքի վրա ձևավորվում է հավատքի կորուստը, եւ արդեն գալիս է հավատքի կորուստ, արդեն գալիս է այն հպարտության բանը, որ ես իմ գործերով կանեմ։ Դու չես օգնում ինձ Աստված, բայց ես իմ ձևով կանեմ, արդեն սկսում է Աստծո հետ կոնկուրենցիա անել։ Ինչպես որ Արուսյակը ըմբոստացավ եւ երկնքից դեն նետվեց։ Ինչպես կարելի է հաղթահարել հպարտությունը, Տերը տալիս է նաև լուծումներ իհարկե, դա այն է, որ մենք պիտի հիշենք, որ ամեն բան Աստծուց է, առանց խտրության, մեր կյանքը Աստծուց է, իմ ծնունդը Աստծուց է, իմ կյանքի յուրաքանչյուր շունչը Աստծուց է, եթե մենք միշտ դա հիշենք, մենք չենք հեռանա Աստծուց, բայց ոչ թե մենակ հիշենք ու ասենք լավա որ կա, այլ երախտապարտ լինենք, շնորհակալ լինենք, որ Տերը ինձ ստեղծել է, Տերը որոշել է, որ ես պիտի ծնվեմ, որոշել է, որ ինձ մեջ հոգի պիտի դնի, լիքը երեխեք չեն ծնվում, լիքը երեխեք մարդիկ չեն կարողանում երեխեք ունենալ, մարդիկ երեխեք կան ծնվում են եւ չեն ապրում, բայց Տերը ինձ կյանք էլ է պարգևել, մենք մոռանում ենք, որ մենք արդյունք ենք Աստծո աշխատանքի, Աստծո ձեռքերի, Աստծո հոգատարության, շնորհակալ սիրտ պիտի ունենանք, դա հենց այդ կետերից մեկն է, որ պիտի միշտ շնորհակալ լինենք ամեն ինչի համար, ինչ որ ունենք, այլապես կկորցնենք ինչ որ ունենք, եթե մենք մոռանում ենք ինչ ունենք եւ ձգտում ենք ավելինին, շնորհակալություն չհարցնելով, դա էլ կարանք կորցնենք ինչ որ ունենք, շատ հեշտ է կորցնելը, ձեռք բերումը շատ դժվար է դնում հետո։ Ընդունել խրատներ, ընդունել նամանավանդ Աստծո խրատը, եթե Աստված ինչ-որ մի բան քեզանից հանում է, քեզ հեռացնում է, այսօր մենք խոսացինք նաև առավոտյան նրա մասին, որ հիվանդություններ կարան լինեն, տկարություններ կարան լինեն, մենք պետք է միշտ ընդունենք Աստծո տվածը, եթե դա մեզ ձեռ չի տալիս, դա պետք է ընդունենք, եթե իմ ճանապարհի վրա օրինակ ես գնում եմ այրոպորտ եւ ասում են իմ ինքնաթիռը քենսել են արել, չի թռնում, ես չպետք է սկսեմ բողոքել Աստծուն, այս ինչ արեցիր, ես ճամփան գա, այլ շնորհակալ լինեմ ամեն ինչի համար։ Միգուցե ինքը ինձ պաշտպանեց ավելի մեծ վտանգից։ Մենք ոչինչ չգիտենք։ Մենք մենակ տեսնում ենք մեր իրականությունը, մեր տեսիլքը մեր իրականության վրա է սահմանափակված։
Եվ մեր շնորհակալական սիրտը թույլ չի տա, որ մենք Աստծո հանդեպ ըմբոստանանք, այլ կասենք շնորհակալ եմ Տիրոջս։ Ինքը հաստատ ավելի լավ գիտի, քան ես։ Ես ոչինչ չգիտեմ, ոչ այդ ավիակամպանիայի մասին, ոչ այդ թռիչքի մասին, ոչ ճանապարհի մասին, ոչ եղանակի մասին, ոչ սպասվող իրավիճակների մասին։ Ինչքան վկայություններ կան, մարդիկ ուղակի փրկվել են ինչ-որ մի ճանապարհ չգնալու պատճառով, բայց սկզբից իրանց համար դա ցավ ա եղել, որ այդ ճանապարհը չի ստացվել։ Բայց երբ որ մենք ուշադիր ենք լինում, մեր ամբողջ կյանքը վստահում ենք Աստծուն, չկա մի իրավիճակ, որտեղ դու հայտնվես եւ Աստծուն չասես շնորհակալություն։ Չկա այդպիսի իրավիճակ։ Ամեն տկարության մեջ, նույնիսկ քո հիվանդ անկողնում դու Աստծուն կասես շնորհակալ եմ Տեր, որովհետեւ էլի քեզ Տերը մի բանից հեռու է պահում։ Կամ քո լեզուն է հեռու պահում բամբասանքից, կամ քո ականջը չարախոսությունից, կամ հանդիպում չի կայանում, որտեղ որ դու ավելի վատ փորձեր ունենալու։ Միշտ չի որ դա վատ է։ Շատ ժամանակ մենք անկողին ենք ընկնում ուղղակի ինչ-որ միտեղ չգնալու համար, ինչ-որ մի վատ տեղ չմասնակցելու համար։ Եթե մենք ուշադիր լինենք, իմանանք, որ Աստված մեզ պաշտպանում է եւ միշտ է պաշտպանում։ Ասացինք, որ խրատ պետք է ընդունենք եւ նաեւ ուրիշներից լսենք ինչ են ասում ուրիշները մեր մասին, ոչ թե մենք մեզ գովաբանենք, այլ լսենք, տեսնենք ուրիշը ինչ է ասում իմ մասին, իմ պտուղը ինչ է, իմ պտուղը գալիս է, ես տեսնում եմ այդ պտուղը լավն է, թե իմ պտուղը ուղղակի փտած է։ Մենք պետք է պատրաստ լինենք, ասենք, որ մենք սխալվեցինք։ Եթե մենք սխալվել ենք մի վայրում, մենք պիտի ներողություն խնդրենք եւ Աստծուց եւ միգուցե այդ մարդկանցից եւ ինքներս մեզանից, որ մենք մեզ դրեցինք այդ իրավիճակի մեջ։ Այսինքն հասկանանք, որ կարանք սխալվենք եւ ընդունենք, ասենք, ես սխալվեցի, ամուսին, կին, քույր, եղբայր, ես սխալվեցի, չվախենանք այդ հանք ասենք, որ ես սխալվեցի, որովհետեւ դրա հետ կապված է նաեւ այն մյուսի դիրքորոշումը։ Մենք որ մեր մեջ զգում ենք, որ մենք սխալվել ենք ու չենք խոսում այդ մասին, այդ մյուսին ոչ մի օգուտ չի տալիս։ Այն մեկը չգիտի, որ դու գիտես, որ դու սխալվել ես։ Դրա համար եթե մենք զգում ենք մեր հարաբերությունների մեջ աշխատավայրում երեխեքի հետ կապված, քույր եղբայրների հետ, ծնողների հետ կապված, ամուսին կանոջ հետ կապված, սխալվել են, գնացակ կներես, ես սխալվեցի։ Այդ դրա մեջ էլ է արտահայտվում քո հնազանդ լինելը, որ դու չես վախենում սխալվել, ասես բառուց։ Չես ասում, ասեմ սխալվեցի, գլխիս նստի։ Այդ միտքը քո գլխով չի անցնում, որովհետև դու չես անում մարդկանց համար իրանք ինչ կանեն։ Դու վստահում ես քո Աստծուն, ես իմ Աստծու համար կեթամ կասեմ, քույրս, ես սխալվեցի, կներես ինձ։ Ուրիշի հաջողություններով ուրախանալ։ Տրենիրովկա անենք, ուրիշի հաջողությունները, ոնց են ազդում իմ վրա, ուրախանում եմ ես ուրիշի հաջողությունով, ուրիշի տան երջանկությունով, ուրիշի ձեռքբերումով, մեկը ավտոյի առե, էլ ավելի մեծ, էլ ավելի լավ, ճանապարհորդություն անում լավ, երկար մեծ, ունի հարստություն, կամ ունի առողջություն, կամ ունի, չգիտեմ, պարգևներ, որ ես չունեմ, ինչպես եմ ես վերաբերվում դրանց, արդյոք ես նախանձով եմ վերաբերվում, ունի մեծ եկեղեցի, որ ես չունեմ, չգիտեմ, ունի բաներ, ընկերական շրջապատ, որ ես չունեմ, մանկություն ա ունեցել, որ ես չեմ ունեցել, ոնց եմ ես նայում այդ մարդկանց կյանքին, հաջողությանը, արդյոք նախանձով եմ նայում, թե նայում եմ, ասեմ, ինչ լավ է, փառք քեզ Տեր ջան, որ ես մարդու կյանքում այսքան լավ բարիք ես անում, ուրախանում եմ ես ուրիշի հաջողությամբ, թե չեմ ուրախանում։ Մենք պետք է ապավինենք Աստծուն ամեն օր աղոթքով, մեր աղոթքի մեջ պետք է, մեր հիմնական աղոթքը պետք է լինի, որ մենք փառաբանում ենք Աստծուն, եթե մեր փառաբանության մասը շատ քիչ է եւ մեր պահանջներն են շատ, ուրեմն մենք թարս ենք աղոթում, մենք պետք է շատ փառաբանենք Աստծուն, վերցրեք դա ձեր համար, որ ձեր փառաբանության աղոթքը ավելի շատ պիտի լինի, փառաբանության եւ շնորհակալության, այն խնդրանքը լինի մի սանտիմետր, փառաբանությունը շնորհակալությունը 10-10, հա, ոնց որ տենց համատական ասեմ։ Այդ ժամանակ մենք մեջ կզարգացնենք նաև գոհունակ սիրտը եւ կհասկանանք, որ մենք մոտեցել ենք ամենակալ Աստծուն եւ մեր միտքը չի մոռանա։ Հետո հիշեք, երբ որ մենք բարձր աղոթում ենք, մեր ականջը լսում է նաև այն, ինչ որ մենք խոսում ենք։ Մեր մեջ հաստատվում է այն բառը, որ մենք ասացինք, եթե ասում ենք Տեր, դու ամենակալ ես, դու ես սկիզբը վերջը, քո ձեռն է ամեն բան, նաև մեր ականջն է այդ ամենը լսում։ Եվ մեր ականջի լսածով ենք հաստատվում, որ մեր Տերը ամենակալ է, որովհետև սատանան կարողանում է տեղավորվի մեր ականջի մեջ, տեղավորվում է մեր մտքերի մեջ, մեր սրտի մեջ, բայց մենք մեր սիրտը, մեր ականջը ամեն ինչը պետք է պաշտպանենք մեր իսկ ձևերով, աղոթքով, բարձրաձայն ասեք, Տեր, դու ես ամենակալը, ամեն անգամ եթե ասեք, ձեր միտքը երբեք չի մոռանա, որ Տերը ամենակալն է եւ դու ոչինչ ես։ Այդ ժամանակ արդեն մենք տրենիրովկա կունենանք, որ եթե հանկարծ գա հպարտություն, ասում ստոպ, այստեղ ով է ամենակարևորը, Տերը։ Եվ նայել Հիսուս Քրիստոսին, անցած անգամ էլ ասացինք, որ նայեք Հիսուս Քրիստոսին որպես խոնարհության օրինակ,
Շատ խոնար մարդիկ կան աշխարհում, բայց այդ օրինակները կարան ուրիշ տկարություններ ունենան, հա, նայում ես ասում ես խոնարա, բայց մի տեսակ է խոսում, խոնարա, բայց փնթի է, խոնարա, բայց էսա, մենք մարդկայինով չափանիշներ ենք դնում, ոչ մեկիցս հեռու չի դա, ասենք ամենք ունենք չափանիշներ, խոնար մարդկանց հա ֆռում ենք ինչ-որ մի բան ենք ման գալիս, բայց երբ մենք նայում ենք Հիսուսին, մենք գիտենք ինքը խոնարհության ամենամեծ օրինակն է եւ նայեք Հիսուսին, իր խոնարհությանը, երբ որ չեք իմանում ոնց վարվեք, հարցրեք ոնց կվարվեր այս վիճակում Հիսուսը, ամուսնուց հետ հարաբերության մեջ, երեխուց հետ հարաբերության մեջ, իմ աշխատավայրում, իմ ընկերների մեջ, եկեղեցու մեջ ինչ կաներ Հիսուսը, եթե լիներ այս իրավիճակի մեջ, որտեղ որ ես եմ, արդյոք ինքը այսպես կամ այսպես կվարվեր։ Եվ երբ որ Հիսուսի կերպարով չափեք այդ ամենը, նայեք այդ ամեն ինչին Հիսուսի աչքերով, դուք շատ ուղղումներ կբերեք ձեր կյանք։ Կտեսնեք ինչքան թեթև այդ ամենը ստացվում։ Ֆիլիպացիների 2-րդ գլխի 5-րդ 8-րդ խոսքում այսպես է ասվում. Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո բնություն ունենալով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, կերպարանքով մարդու պես հայտնվելով, ինքը իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Այստեղ ասում է Հիսուսը իր Աստված լինելով ծառայեց ու ծառա եղավ եւ ոչ մի անգամ իր գլուխը չբարձրացրեց գոռոզանալու կամ հպարտանալու կամ ուրիշ բանի համար, այլ ասում է այստեղ ինքը միայն ու միայն խոնարհացավ եւ հնազանդ եղավ մինչեւ մահ։ Դրա համար ասում է ուշադիր եղեք, որ Հիսուս Քրիստոսի խոհեմության նման խոհեմություն ձեռք բերեք։ Մեր ֆոկուսը պետք է լինի Հիսուս Քրիստոսը եւ ոչ մի ուրիշ անձնավորություն։ Կան հովիվներ, որ խոնար են, կան հովիվի կանայք, որ խոնար են, կան ծառայողներ, որ լավն են, բայց ամեն մեկի մոտ կարա լինի սայթակում։ Միակ սուրբը, որ սայթակում չի ունեցել, Հիսուս Քրիստոսն է։ Յուրաքանչյուրս կարանք սայթակենք եւ ձեր իդեալոգիան կարա պայթի։ Հա, դուք այդ մարդուն ասեք ինչքան լավն է, եւ հետո գա հիասթափությունը, բայց մի դրեք ձեր աչքը մարդկանց վրա եւ ձեր հույսը մարդկանց վրա եւ մի նայեք իրանց որպես սրբեր։ Նայեք Հիսուսին, միակ սուրբը ինքն է։ Մարդիկ օգտագործվում են իր որպես անոթներ, բոլորս կարանք օգտագործվենք, լավը որ խոնար լինենք, լավը որ հնազանդ լինենք, բայց երբեք չդառնանք օրինակ ինչ-որ մեկի համար, օրինակը մեր պետք է միշտ մնա Հիսուս Քրիստոսը։ Ոչ մեկ ուրիշ օրինակ իրավունք չունի դառնալու։ Ստուգեք ձեր դիապազոնը, ձեր օրինակը ով է, ում եք ուզում դուք նման դառնալ։ Հանեք բոլոր մարդկային կերպարներին, բացարձակապես յուրաքանչյուրին։ Նույնիսկ եթե լավ ուսուցիչ եք ունեցել, լավ տատիկ եք ունեցել, լավ մամա ունեք, հանեք իրանք ունեն նաև թերություններ, որ ձեր առաջ բերելու է սատանան։ Բայց սատանան Քրիստոսի ոչ մի թերություն չի կարող ձեր առաջ բերի։ Եվ դուք կտեսնաք, որ դու լիարժեքության մեջ եք ուզում դառնալ կատարյալ, որտեղ Տերը լիարժեք կատարելություն է, սուրբ է, եւ այդ սրբությունն է մեր միակ օրինակը, ոչ մի ուրիշ անհատ։ Ուրեմն անենք մի հատ այսպես հիմնական միտքը, հպարտությունը սկսվում այն պահին, երբ մարդ դադարում է Աստծուն դնել առաջի տեղում եւ իր եսն է սկսում զարգանալ, այդ պատճառով խոնարհությունը սկսում է եւ գալիս է իր կյանքին, հա։ Իսկ խոնարհությունը նվազում է, խոնարհությունը այնքան է նվազում, որ արդեն դու չես էլ տեսնում, որ դու անխոնար ես, հա, այսինքն քո տեսիլքը լրիվ բացակայում է, որ դու խոնար ես, խոնար չես, դու քեզ խոնար ես համարում, որտեղ ինչ-որ գործեր ես անում, հա, գործեր անելու մեջ ես քեզ տեսնում որպես խոնար, բայց քո անձը, քո էությունը, խոնարհությունը կորցնում է, որտեղ այդ գործերը անում ես քո փառքի համար։ Եվ հիմա կարդում ենք մեր երկրորդ բանին ենք անցնում, երկրորդ կետին, սա աստվածաշնչյան հիմքի վրա էր, այդ հպարտության կետերը, շատ կան իմիջայլոց, այսօր ես ընտրել եմ մի քանի կետեր, որպեսզի մենք հասցնենք մեր ծրագրով կարողանանք այս ամբողջը անենք, եւ հիմա ասում ենք հոգեբանական պատճառները, որոնք կարող են նպաստել հպարտության ձևավորմանը։ Մենք գիտենք, որ շատ տրավմաներ մեր անցյալից ձևավորում են մեր բնավորությունը։ Եվ նաեւ հպարտությունն է այդ բնավորության գծերից մեկը, որը ձևավորվում է տրավմաների միջոցով։ Այսինքն սատանան կարա ձևավորի մեր մեջ այդ տրավմաների միջոցով բռնելով մեզ հենց այդ կետի վրա, որովհետև սատանան մռնչացող առյուծի պես ֆրֆռում է մեր շուրջը, որպեսզի ինչ-որ մեկին կուլ տա։ Եվ եթե մենք ունեցել ենք տկար իրավիճակ, որտեղ որ մենք ապրել ենք շատ մեծ խորը տրավմա, ինքը կարա դա մեր դեմ օգտագործի, ձևավորելով մեր մեջ բաներ, որոնք որ մեզ պետք չեն, որ մենք պիտի մաքրվենք։ Այսօր մենք շատերս մաքրվում ենք հենց այն ամենից, ինչը որ եկել է անցյալի մեր մարդուց, աշխարհից, ինչը որ եկել է տրավմաների հետևանքով, ինչը որ եկել է մեր անցյալի ապրելակերպի եւ մեր ծնողների ապրելակերպի, մեր ընտանիքների ապրելակերպի, մեր
շրջապատի դպրոցի, սովետական միության եւ այլն, այդ ամենը ձևավորել են բաներ, որոնք որ մեծ տրավմաներ են թողել։ Եվ դա էլ կարա նպաստի հպարտությանը։ Եկեք հասկանանք ինչը կարա ամենաառաջի կետերից որնա, որ կարա լինի նպաստող։ Ամենամեծ բանը, որ բերում է հպարտության աճմանը, դա մերժված լինելու փորձությունն է։ Եթե դու եղել ես մերժված, եթե քեզ մերժել են ծնողներդ, եթե քեզ մերժել է ամուսինդ, կամ սիրած տղադ, կամ դպրոցում են քեզ մերժել, կամ ընդհանրապես ձեր ընտանիքում բոլորը իրենց մերժված են զգացել, դա մերժվածությունը կարող փոխանցվի նաև ժառանգական, կարող քո ծնողը մերժված լինի, եւ մերժված ծնողը չի կարողանում այնքան սեր արտահայտի իր երեխու համար, որ պետք է, եւ ավտոմատիկ ձևով ինքն էլ է փոխանցում իր երեխուն այնքան սեր, ինչքան որ ինքը կարա տա, բայց դա բավական չի այդ երեխու համար, որովհետեւ ինքը արդեն դիֆիցիտից դիֆիցիտ է տալիս։ Եվ մերժված լինելու փորձությունը կարա բերի մարդկանց մեջ հպարտություն։ Եթե մարդը հաճախ զգացել է, որ իրան չեն ընդունում, չեն սիրում, չեն գնահատում, ներսում կարա ծնվի այսպիսի մտածելակերպ, որ ինքը ասում է, ես պետք է ապացուցեմ, որ ես արժեք ունեմ։ Հա, այդ միտքը գալիս է մարդկանց մոտ, որ սկսում են իրանց արժեքը փորձել ուրիշ ձևով բարձրացնել, որովհետև իրանց արժեք չեն տալիս, իրանք սկսում են տառապել, որ ես պետք է ինչ-որ երեխեքին պատկերացրեք, չէ՞, ընտանիքի մեջ, եթե մի երեխա չեն սիրում, ինքը սկսում է ամեն բան լավ բաներ անել, լավ բան, որ սիրեք ինձ, չէ՞, ու դա ձևավորում է այն բնավորությունը, որ ինքը սկսում է ապացուցել, որ ես արժեք ունեմ։ Հետո սկսում է իր վրա աշխատել այդ տրավման, որ ինքը չի ընդունված, չի սիրված, որ ես պետքա բոլորից լավը լինեմ։ Այսինքն իր մեջ ձևավորում է նաև այն, որ պետքա բոլորից լավը լինեմ, որովհետև ես տեսնեմ, որ բոլորը որ սիրված են, ես սիրված չեմ։ Ուրեմն ես ասամ բոլորից պետքա լավը դառնամ, որ ես սիրվեմ։ Եվ այդ միտքը, այդ գաղափարը ձևավորված փոքր ժամանակվանից արդեն ձևավորում է քո մեջ այդ սխալ ներքին ընկալումը, հա, եւ սկսում է ցավը թաքցնելու միջոց ձևավորվել քո մեջ։ Հպարտությունը դառնում է ներքին ցավը թաքցնելու մեթոդ, այսինքն դու ուզում ես եւ ավելի լավը դառնաս եւ դու ձգտում ես անել բաներ ուրիշ մարդկանց հաճոյանալու համար, օրինակ քո ծնողին հաճոյանալու կամ ուսուցչին հաճոյանալու կամ ընտանիքին հաճոյանալու, եւ դա արդեն քո մեջի հպարտությունը թույլ չի տալիս, որ դու կոտրվես, ասում ես ես իրանց ցավին կապացուցեմ, հա, ես բոլորից լավը կլինեմ։ Այսինքն այստեղ ձևավորվում է հպարտություն, որը քո ցավը թաքցնում է, հա, դու պաշտպանում ես քեզ այդ հպարտությամբ, դա պաշտպանողական գործիքն է, էլեմենտ է գալիս քո մեջ, որ դու պաշտպանես, այլապես դու կարաս փշրվես, հա, կարաս փշրվես, դրա համար ձևավորվում է այդ մերժվածությունը, ձևավորվում է հպարտություն եւ հպարտությունը կարծես թե պաշտպանում է քեզ այդ պահին այդ ցավից, որ դու ուզում ես ինչ որ ձևով ապրես կամ դուրս գաս այդ ցավի մեջից։ Նույն բանը արվում է բուլինգի ժամանակ, երբ որ քեզ ծաղրում են, նվաստացնում են, հալածացնում են, օրինակ ծիծաղում են քո բոյի վրա, ծիծաղում են քո քթի վրա, ծիծաղում են քո մազերի վրա, մազի գույնի վրա, կամ ինչ որ կամ անվան վրա, սովետական շրջանում օրինակ շատ ծիծաղում էին հրեաների վրա, նեմեցների վրա էին ծիծաղում, հա, ծիծաղում էին իրանց վրա։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ երկար ժամանակ նվաստացել են, ծաղրի են ենթարկվել, իրանց շուրջը կարողանում են սկսում են կառուցել պատ, հա, այդ պատը մի ձև իրանք պիտի կառուցեն, հա, որովհետև այդ տրավման այնքան շատ է, եթե քո վրա անդադ ծիծաղում են, դու չես կարող դուրս գաս խաղաս քո երեխեքի, քո ընկերների հետ, ընկեր չունես, բոլորը քեզ միգուցե գերության համար, միգուցե կապ չունի ինչի համար, բայց ձևավորվում է այսպեսի պատ, որ դու քեզ պիտի պաշտպանես։ Եվ այդ պատի ձևավորման մեջ էլ է մտնում հպարտությունը։ Արտաքինից ուժեղ ես քեզ ցույց տալիս, հա, որ ես հեսա դուրս կգամ եւ կտենակ ինչ կլինի, եւ դա էլ ինքնավստահ, հա, կարաս քեզ կամ մեծամիտ նաեւ կարաս թվաս, որովհետեւ դա արդեն ձևավորված ուժ է, դա քո բնավորության գիծը չի, դա պաշտպանողական այդ պատն է եւ դրսից կարա շատ տարբեր բաներ եւա, հա, բայց այդ ամենի հետեւում թաքնված է վիրավորված սիրտը, որ այդ վիրավորված սիրտը պիտի պաշտպանվի։ Այդ վիրավորված սրտի պաշտպանությունը գալիս է հպարտության պատնեշը, հա, որ ես կպաշտպանեմ ինձ, դուք կտեսնաք, որ ես ինձ կպաշտպանեմ, դուք կտեսնաք, որ ես ինչ կարամ անեմ, հա, արդեն գալիս է այդ հակառակ ուղղությամբ հարվածի հարված պատասխանը, հա, ներքին ձևով։ Սիրո եւ ընդունված լինելու պակասը դա էլ է մերժվածություն, բայց դա լրիվ մերժվածությունը չի։
Այսինքն առանց բավարարության, առանց սիրո բավարարության մեծանալու process-ի մեջ ջերմություն չստացած իրավիճակների մեջ, հա, կամ արժանանալ մարդու ինչ որ հավանության, օրինակ, չգիտեմ, աղջիկներ կան, որ սիրահարվում են մի տղայի, իրանք միգուցե փոքրուց խնդիր չունեն, բայց այդ սերը, որ իրանք փնտրում են, այդ մարդը չի տալիս իրանք, եւ իրանք սկսում են տառապել, հա, այդ սխալ, գիտեք, ոնց այֆորիայի մեջ սերն է, հա, այֆորիչեսկի սեր կա, որ իրանք տրվում են ինչ որ մեկին եւ ասում են, այս մարդու սերն է ինձ պետք որ փրկի, այսինքն ձևավորվում է մի բան, որ իրանք չեն կարողանում ստանալ, եւ դա փոխանցվում է ինչ որ մի ուրիշ հարթակ, ձևավորվում է մի ուսում, որ իրանք չեն կարողանում ստանալ, ձևավորվում է ինչ որ մի նպատակ ավտոյի պրավա օրինակ որ չեն կարողանում ստանալ եւ լիքը այդպիսի բաներ կարան ձևավորվել որ քեզ սկսում են ստիպում են հա այսպես ասած ստիպում են այդ չունեցածը գալիս է ու դա դրվում է քո առջև եւ դու սկսում ես հակառակ ուղղությամբ այդ հաջողության հասնելու նպատակով արդեն էլի sense պատես կառուցում ես սրան պիտի հասնեմ հա եւ ես սրան պիտի հասնեմի մեջ արդեն գալիս է ձևավորվում է աստված տեղ չի ներկա չի այդ արդեն ներկա են այդ ամբողջ իրավիճակները հա ես այս իրավիճակից պիտի դուրս գամ հա չես հարցնում աստված ջան միգուցե պետք է որ այս իրավիճակում լինեմ քո ցավը թույլ չի տալիս որ դու աստծուն ընդունես լսես քո ցավը թույլ չի տալիս որ դու ընդունես որ դա կարող է աստծուն պետք է որ դու այս պահին օրինակ այդ ինստիտուտը չես կարողացել ընդունես դրա համար առանձնանում են այդպիսի մարդիկ, իրենց նպատակը դառնում է հաջողության առնել, հիմնականում առանձնանում են, կամ ընտանիքից են առանձնանում, կամ իրենց ընկերական շրջապատից, կամ նույնիսկ եկեղեցուց են առանձնանում մարդիկ։ Իրանք դուրս են գալի ամեն տարածքներից իրենց հաջողությանը հասնելու համար, առանձնանում են ինչի համար, որովհետև այդ պաշտպանողական օղակը պիտի ձևավորեն, չեն կարողանում ոչ մեկի հետ խոսան այդ իրենց սիրո մասին, որովհետև իրանք մտածում են, որ իրենց ոչ ոք չի հասկանա։ Իրանց սերը այնպիսի յուրահատուկ սեր է, որ ոչ ոք չի կարող հասկանա։ Եվ իրենց պատկերացումով էլ իրենց դեֆիցիտը ոչ ոք չի կարող հասկանալ։ Հետո իրանք խուսափում են գնահատվելուց, հա, խուսափում են գնահատվելուց եւ դրա համար են իրանք շրջապատը նվազեցնում, որ հանկարծ իրանք ոչ մեկ գնահատական չտա, որտեղ իրանք վատ գնահատականը կարա իրանք մի անգամից գցի ներքև, հա։ Եվ նաև իրանք վախենում են նաև հանկարծ իրանք կարողա գովեն, հա, այդ էլ հակառակ էֆեկտն է։ Իրանք վախենում են նաև գովասանքից, որովհետև իրանք մոտ այդ գովասանքը ծնում է հակառակ սպասումներ։ Իրանք չեն կարող գովասանք ապրեն առանց սպասումի։ Այսինքն այդ գովասանքը իրանք մոտ ձևավորվում է, որ խի ինձ գովեցին, ինչ սպասում ունեն։ Այսինքն սա բաներ կան, որ մեկը մյուսին ոնց որ հակաս են, հա, առաջինը ինքը փախնում է, որ չգնահատվի, բայց հանկարծ երբ որ լավ է գնահատվում, մի անգամից իրան ստրես է առաջանում։ Որտեղ ինքը սովոր չի այդ լավին, ինքը այդ սիրո մերժվածության մեջ է կոմֆորտը, ինքը չի կարող իրակ արժեքը տեսնի այնտեղ, որտեղ որ կարող է մեկ ասի, ինչ լավն ես դու, ինքը ասում է, ես լավը չեմ, խես ինձ լավ ասում, այսինքն ստրես առաջացնի իր մեջ, որտեղ ինքը սովոր չի դրա հետ կոնֆրոնտացիա ունենա, այդ սիրո հետ, այդ լավի հետ, չի կարող ասի, այո, ես լավն եմ, դու ինձ սիրի, չի կարող այդ հասկացողությունը չի կարող իր մեջ ձևավորվի, ինքը միշտ իր մեջ թերություն է փնտրում, որովհետև արդեն իսկ տրավման եկել է արդեն տեղավորվել է իր մեջ այդ թերի, ես թերի եմ այդ հասկացողությունը եւ ես պետք է ինձ անընդհատ ապացուցեմ։ Թերարժեքության զգացումը, այ դա է ձևավորվում իր մեջ։ Շատ տպարտ մարդիկ իրականում ներքուստ պայքարում են թերարժեքության զգացումի հետ, այսինքն այդ արժեքը իրանք որ ունեն իրանց մեջ թերի է, բայց իրանք հպարտությամբ բարձրացնում են։ Իրանք ցանկանում են թաքցնել իրանց անապահովությունը, ցույց տալով որ ամեն ինչ գիտեն եւ ամեն ինչ կարող են եւ ոչ մեկի օգնության կարիքը չունեն։ Ահա իրանք այդպիսի բան են անում շոու են ցույց տալիս դրսում, որ իրանք ոչ մեկի կարիք չունեն եւ ամեն ինչ կարող են։ Կարդացինք, չէ, հենց հոգեվորում էլ է տենց։ Իրանք արդեն ոչ մեկի կարիքը չունեն, այսինքն աստծո կարիքներ չունեն եւ այդտեղ արդեն կապը գալիս է հոգեվոր եւ հոգեբանական կապերը գալիս են, որ իրանք արդեն ոչ մեկի կարիքը չունեն եւ իրանք ամեն անգամ ապացուցում են դա։ Իրանց նպատակն է դա ապացուցել, որ հանկարծ ոչ մեկից կախվածության մեջ չընկնեն, բայց այդ ոչ մեկի մեջ նաեւ Աստված է մտնում։ Այդտեղ կա մի հատ մտքի բան, մտքի լար, որ բռնում է տրավման, հա, բռնում է տրավման, ոչ մեկից կախման մեջ չունենալու ցանկությունը, բերում է նաև նրան, որ մարդիկ չեն ուզում Աստծուց կախված լինեն։ Ու դա հակասում է Աստվածաշնչյան խոսքին։ Հետո նրանք ձգտում են նաև պերֆեկցիոնիստի, կատարյալ լինելու մեջ են ձգտում։ Իրանք ուզում են կատարյալ լինեն։ Իրանք չեն կարողանում ինչ-որ մի բան թերի տեսնեն։ Ամեն ինչ իրանց իսկ արած աշխատանքի մեջ իրանք միշտ թերություն են ման գալիս։ Իրանք ոչ մի արած աշխատանքը իրանք դուրս չի գալիս։ Ինչ էլ միշտ շատ լավ անում են, վերջում ասում են թերի է, որովհետև այդ պերֆեկցիոնիզմը թույլ չի տալիս իրանք իրենց լիարժեք տեսնեն։ Եվ հավատում են նաև նրան, իրանք ասում են ես իրավունք չունեմ սխալվելու, ես միշտ պիտի կատարյալ լինեմ, այսինքն նաև այդ ապացուցելու գաղափարը, հա, որ ոչ մեկ իրավունք չունի ասի, որ
ես սխալվեցի։ Հանկարծ իմ գրածի մեջ մի հատ ստորակետ չգտնեն։ Եվ եթե մեկը ստորակետ է գտնում, որ սխալ է, իրանք ամոթ են ապրում, շատ ուժեղ ամոթ են ապրում։ Իրանք չեն կարող դրա հետ համակերպել։ Այդ ամոթի զգացմունքն մենք հեսա կկարդանք, էդ էլ ճիշտ ամոթ չի։ Շատ դժվարությամբ են ընդունում քննադատությունները կամ խոստովան են, որ իրանք էլ ինչ-որ միտեղ սխալ են, որովհետև իրանք սխալը իրանք համար շատ դժվար է ընդունելը։ Այդ պատճառով իրանք ուզում են միշտ պերֆեկտ լինեն։ Այն վայրերում, որտեղ իրանք պերֆեկտ չեն, իրանք չեն ուզում ոչինչ անեն։ Եվ դա էլ, քանի որ Աստվածաշունչը այնպիսի գիրք է, որ կամ ընդհանրապես հավատքը process է, հա, process է, պերֆեկցիոնիստ մարդիկ նաև հավատքին մոտենում են այն ժամանակ, ասում են, երբ որ սաղ կիմանամ, նոր կեթամ եկեղեցի։ Բայց դեռիվ հակասում է դա Աստծո գաղափարին, որովհետև Աստված ասում է, արի եկեղեցի ոնց կաս, ոչ թե ինչ պիտի դառնաս, ես քեզ կսարքեմ։ Դու չես կարող դառնաս այն, ինչ պետք է, ես պիտի քեզ սարքեմ։ Եվ այդ մարդիկ, որ պերֆեկցիոնիստ են, թարս են մտածում։ Մտածում են, իրենք պետք է դառնան այն իդեալական մարդիկ, որ Աստծուն պետք է, նոր կգնան եկեղեցի։ Բայց ուղիղ հակառակն է process, բայց քանի որ իրենց պերֆեկցիոնիստը թույլ չի տալիս, բա որ հանկարծ եկեղեցում ասեն աղոթի ու ես աղոթ չիմանամ, ինչ պետք է անեմ, գետին է կմտնեմ։ Այդ գաղափարը մենակ իրենց համար հերիք է, որ իրանք չեթան եկեղեցի։ Կամ մեկը հարցնի մի հատ Աստծո խոսք, ես չիմանամ։ Չէ, ես հələ անգիր սովորեմ Աստվածաշունչը, հələ թամ աղոթել սովորեմ, հələ էս անեմ, նոր ես կեթամ եկեղեցի։ Բայց իրանք Աստծո շնորհը չեն հասկացել։ Չեն կարող հասկանալ, որովհետև Աստծո շնորհը սկսվում է այնտեղ, որտեղ որ ես ոչինչ եմ, եւ իր շնորհով ես կարող եմ հասկանամ եւ Աստվածաշունչը, եւ եկեղեցում աղոթեմ, եւ ամեն ինչ։ Ոչ իմ ջանքերով, բայց պերֆեկցիոնիստ մարդու համար շատ դժվար է ոչ կատարյալ իմաստությամբ, գիտությամբ, հասկացողությամբ մոտենալ Աստծուն։ Ինքը իրան միշտ թերի է համարում եւ ինքը չի կարող պատկերացնի, որ sense թերի անձնավորությունը կարա եկեղեցու անդամ դառնա կամ Աստված իրան սիրի։ Ահա այդպիսի կարծիք ունի ինքը իր մասին։ Եվ այդպիսի մարդիկ ունեն նաև ամեն ինչ վերահսկելու ցանկություն։ Այդ ամեն ինչ վերահսկելու ցանկությունն էլ է առաջանում հենց այդ մերժվածությունից եւ ձևավորում է այն բանը, որ պետք է ամեն ինչ ես նախապես իմանամ։ Այդ բան չպիտի լինի, որ ես չիմանամ, որովհետեւ իրանց կոնտրոլի կորուստը միանգամից վտանգ է իրանց սպառնում։ Քանի որ իրանք Աստծո վրա այդքան հույս չեն դնում, իրանց վրա իրանք պետք է ամեն ինչ կոնտրոլի տակ պահեն։ Եթե մարդ ապրել է նախկինում անկայունության մեջ, վախի մեջ, անկախատեսելի իրավիճակների մեջ, նա կարող է փորձել վերահսկել ամեն ինչ, որովհետև այդ անկայունությունները իրան ձևավորել են, որ եթե դու կոնտրոլից դուրս ա գալիս քո մի բան, всё ձեռքից գնում է, ինքը արդեն ուզում է ամեն ինչ կոնտրոլի տակ ունենա։ Եվ դրա համար դժվարանում է վստահի ինչ-որ մեկին կամ Աստծուն, որովհետև իր կոնտրոլից դուրս է։ Եթե ինքը վստահի ինձ, ուրեմն ես իր կոնտրոլից դուրս եմ։ Դրա համար ինքը ինձ այդքան շատ չի վստահում, Աստծուն նույնաչափ։ Իր վերահսկողության տակ պիտի լինի, էլի ամեն բան։ Նաև երեխեքն են այդ ամեն ինչ մեջ մտնում, կինն է մտնում, կամ ամուսինն է մտնում, կապ չունի, մաման է մտնում, իր դիապազոնի մեջ ամեն ինչ պետք է իր կոնտրոլի տակ լինի։ Եթե մի բան իր կոնտրոլից դուրս է, ինքը արդեն դեֆիցիտ է ապրում, ինքը արդեն չի կարողանում խաղաղությունը կորցնում է։ Հետո այդպեսի թույլ երևալու վախն էլ է ձևավորում հպարտություն։ Որոշ մարդիկ փոքրուց սովորել են որ թուլությունը վտանգավոր է, այսինքն կամ օրինակ Հայաստանում, հա, Հայաստանում տղերքին ասում են, արա տղա ես, տղեն հո չի լաց լինում, չէ։ Այդ բառերը արդեն ձևավորում են երեխեքի մեջ, որ լացելը լավ բան չի, եւ ես որպես տղամարդ իրավունք չունեմ տկար լինելու։ Դա հենց ուղիղ հենց այն բաներն է, որ ձևավորում է հպարտություն, որովհետեւ երեխան չի իրավունք չունի թույլ լինելու։ Եթե դու իրավունք չունես թույլ լինելու, դու ո՞նց ես ուժեղ ձև, դու պետք է ձևանաս, որ ուժեղ ես, չէ, խեղդես քո մեջ արդյունքը։ Ասենք երեխա է, ուզում է լաց լինի, բայց հայրը արգելում է, որովհետեւ այդ տղեն չի լացում։ Կամ չգիտեմ, դու էստան մեջ չեն լացում, հա, տենց էլ կան։ Տղա աղջիկ կապ չունի, էստան մեջ արդյոք գոյություն չունի։ Սովետական միությունում սպանություններ գոյություն չունեն։ Այդպիսի մտքեր են եղել էլի սովետի ժամանակ։ Ինչ եմ ուզում ասեմ, եթե թուլությունը չի ընդունվում, ինքը արդեն սկսում է վտանգավոր մասկա ձևավորել։ Իրանք մտածում են, եթե ես օգնություն խնդրեմ, ես ինձ թույլ կհամարեն։ Այդ մարդիկ չեն կարող օգնություն խնդրեն, որովհետև օգնությունն էլ է արդեն թույլություն։ Կամ մտածում եմ հարգանքս կկորցնեմ, եթե հանկարծ ես թույլություն ցույց տամ, ինձ ով կհարգի արդեն։ Կամ ինձ ով կասի, որ ես տղա եմ, ես իմ տղամարդությունը կկորցնեմ, եթե ես պահին ինձ ասեն դու տղա ես, լաց ես լինում, ուրեմն ես էլ տղա չեմ, կասեն աղջիկ եմ։ Արդեն այդ մարդկացումը ձևավորվում է այդ պաշտպանողական իրաց թույլությունը չի կարող առաջ գա, որ բժշկվի, եւ իրանք այդ պաշտպանողական մասկն են հագնում։
Եվ իրանց խոցելիությունը երբեք չեն ուզում ցույց տալ։ Իրանք ցույց են տալի, որ իրանք բացարձակապես խոցելի չեն։ Հետո չափազանց գովեստը եւ սահմանների բացակայությունը դաստիարակության ժամանակ դա էլ կարող է բերել դրան, որ երեխան ձևավորվում է սխալ բնավորություն, հա, եթե այդ երեխան երբեք ոչ չի լսում, այսինքն ոչ մի պարագայնյան արգելք կան, չէ՞, տենց երեխեք լկստված, որ ամեն ինչ իրանց կարելի է, նույնիսկ մեծերի կողքը, մեծահասակների մոտ իրանք ոնց ուզում են պահում են խանութում, ոնց ուզում պահում են իրանց մեջ ձևավորում է կարծիք իրանց մասին, որ իրանց ամեն ինչ կարելի է։ Դա էլ հակառակ տրավմա է, հա։ Այդ ամենակարության տրավման է, որ մի օր իրանք ընկնելու են մրթի վրա եւ չեն իմանալու ոնց եղավ դա, բայց ինձ ամեն ինչ կարելի էր մինչեւ հիմա։ Սահման չունենալը մանկության մեջ, եթե ընդհանրապես սահմաններ չեն դնում քեզ համար, դու չունես արժեքային սահմաններ, արժեքային ստրուկտուրա, այլ քեզ ուղղակի լկստված ամեն ինչ կարելի է, դու մեծանում ես, կարաս մարդասպան է դառնաս, որովհետեւ ամեն ինչ քեզ կարելի է եւ քեզ ամեն ինչ ներված է։ Նախորդ քո ծնողը ամեն ինչ քեզ ներում է։ Կան չէ ընտանիքներ, որտեղ երեխան եւ մամային խփում է, բայց papan ասում է, այսպես տղա պետք է լինես, թե բա տենց պետք է անեն։ Այդպես ընտանիքներ կան, երեխեք ջան, լիքը կան եւ ոչ միայն Հայաստանում, ամենտեղ կան այդպես ընտանիքներ, որտեղ երեխաները տղայի աղջիկը կապ չունի, նաեւ աղջիկներն է կարող լինեն նույն իրավիճակի մեջ, որտեղ որ իրենց ամեն ինչ թույլ է տալիս ծնողը եւ անսահմանությունը բերում է նրան, որ իրանք մեծանում են ուղակի աշխարհի ոչ պիտանի մարդիկ եւ ունեն այդ տրավման, որ իրանք սահման չեն ճանաչում։ Եվ այդ սահման չճանաչելն էլ է տրավմա, եւ դա իրա ձևավորում հպարտություն է բերում, որտեղ որ իրանք արդեն սահմանները իրանք սկսում են խեղդել, իրանք լաց են լինում, ասում են, բայց չէ որ ինձ ամեն ինչ կարելի էր մինչեւ այսօր։ Հետո կան մանկական ապրումներ, որտեղ որ քո ինքնությունը կառուցվել է միայն ձեռքբերումների վրա, օրինակի համար։ Եթե լավ ես սովորում, քեզ գովում են, եթե դու լավ ես անում աշխատանքը, քեզ գովում են, եթե ամեն ինչ ինչ-որ մի բանի հետ է, հա, ձելկա է, այսպես ասած։ Էսի կանես, էսի կստանաս, այսինքն կանֆետ ստանալը ձևավորվում է, էսի կանես, էսի կստանաս, էսի կանես, էսի սերը, հա, նամանավանդ հայրական կամ մայրական սերը տալիս են այսպես ասած պիպետկայով, երբ որ դու ինչ-որ մի լավ բան արեցիր։ Եվ քո մոտ ձևավորվում է այդ բանը, որ դու սիրված ես մենակ այն ժամանակ, երբ որ դու ինչ-որ մի հատ գործ ես անում, հա, այսինքն ձեռքբերումների ժամանակ։ Եթե ձեռքբերում չկա, եթե դու ոչինչ չես արել, դու սիրվելու իրավունք չունես։ Եվ իրանց մեջ սահմանվում է դա, եւ իրանք չեն կարողանում ուղղակի մարդկային սերը ընդունել, որովհետեւ ուղղակի սերը իրանք չեն հասկանում, ոնց կարող է մարդ առանց ոչ մի բանի մյուսին սիրի, կամ Աստված ինչի համար ինձ պիտի սիրի։ Եթե ես ոչինչ չեմ անում, որովհետև իրանք սերով հասկացողությունը ձևավորվել է հենց այդ արժեքների վրա, որ դու պիտի ինչ-որ մի բան անես։ Շատ ծնողներ են այդպիսի դա առաջներում է շատ եղել այդպես դաստիարակություն, հիմա մի քիչ դաստիարակ չկան, հարթակը ավելի պեդագոգիչսկի է դառել, բայց առաջներում շատ են այդպես դաստիարակել, որ եթե դու այսինչ բանը չես անում, ուրեմն դու անարժան ես, հա։ Եվ երեխումը ձևավորվել է այն բան, որ եթե ինքը մենակ 5 է ստանում, ուրեմն վերջ, ամեն ինչ լավ է։ Եթե իր գնահատականները բարձր են, ուրեմն ամեն աշխարհի լավ մարդն է, բայց մարդ լինելը եւ խելացի լինելը բացարձակապես իր այդ կապ չունի։ Դու կարաս լինես պրոֆեսոր, բայց մարդ չլինես, եւ հակառակը կարաս լինես մարդ եւ չլինես պրոֆեսոր։ Եվ այդ հասկացողությունները այդ երեխեքի մոտ թյուրախավորված է, իրանք չեն հասկանում, որ աղքատ մարդը, բանվորը եւ այն մյուսը կարող շատ լավ մարդիկ լինեն, որտեղ իրանց համար մարդ հասկացողությունը մենակ այդ անելու, բերելու վրա է։ Եվ իրանք էլ ձևավորում են հպարտություն իրանց մեջ, որովհետև իրանք կարող են ամեն օր լավ գնահատական բերեն, լավ աշխատանք բերեն, լավ արդյունք բերեն եւ այլն եւ այլն։ Եվ վերջո գալիս է դիրքը, փողը, չէ, այդ ամեն ինչի հետո գալիս է ծառայությունը եկեղեցիներում կամ ծառայողական բաներում, այդ ամեն ինչը ոնց որ ինչքան շատ անեմ, այնքան ավելի լավն է, էլի, էս տենց է դառնում։ Դա էր այսպես ասած ոնց որ դառնա նույն հարթակը, որ դու մշտապես ուզում ես ապացուցես, որ դու ամենամաքսիմալը կարաս անես, ու մնացածից շատ կարաս անես։ Մնացած այդքան չեն կարող անել, ոնց որ դու կարաս անես, որովհետև քո համար այդ անելու մեջ է չափանիշը, որ ինչքան շատ անես, քեզ այնքան ավելի շատ կսիրեն, նաև Աստված քեզ ավելի շատ կսիրի։ Դա քո պատկերացումն է Աստծո մասին այդ ժամանակ։ Այդ համեմատության մշակույթն էլ, հա, եթե քեզ անդադ համեմատել են փոքր ժամանակ հարևանի աղջկա հետ օրինակ, կամ հարևանի տղայի հետ, կամ ընկերոջ ընտանիքի հետ, կամ հələ տես իրան, կամ մաման papan են համեմատվել միշտ իրանց ուրիշների հետ, ասում են տես են հարևանները ինչ լավ են ապրում, մենք ինչ վատն ենք, դու ես արդեն ձևավորում քո մեջ այդ համեմատական բնավորությունը, որ դու միշտ համեմատվում ես։ Այս Հայաստանը կարգին երկիր չի, այսիա կարգին երկիր, դու սկսում ես արդեն համեմատել նույնիսկ քո երկիր ուրիշ երկրների հետ։ Այդ շատ խորը տանող բաներ են։
Ամեն ինչն է ստանում դրա վրա, որովհետև համեմատության մեջ դու միշտ պարտված ես դուրս գալիս այդ համեմատության եւ քո մեջ ձևավորվում է այդ պայքարը, ես պետք է ավելին հասնեմ, ես պետք է ավելին հասնեմ, որովհետև ինչ որ դու ունես, համեմատականորեն միշտ վատ է։ Դա այդ ընտանեկան տրավմայի, այսպես ասած, ձևավորումն է քո մեջ, որ դու սկսում ես համեմատել, որովհետև քեզ հարևանի աղջկա, տեքոր աղջկա, չգիտեմ, քեռու աղջկա, ում ասես հետ կարող է համեմատել կամ քո ծնողները համեմատեն մեկը մյուսին, հլնայի նրա մարդը ինչ լավ է աշխատում, հլնայի նրա կնիկը ինչ լավն է, եւ այլն եւ այլն, եւ քո մեջ էլ մնա դա, որ դու համեմատության մեջ պիտի գտնես ամեն բան։ Եվ դա ձևավորում է բնավորություն, բնավորում է մրցակցություն, նախանձ, կամ թերության զգացմունք, հա, եւ այն գեր ցանկությունը, որ դու պիտի ավելի շատ բաներ անես, քան դու կարաս անես։ Բոլոր դեպքերում դա էլ բերում է նրան, որ մարդկային ֆոկուսը եսի վրա է գալիս, հա, այդ ամեն ինչի մեջ գալիս է ես, որովհետև տրավմաները չեն թողում, որ դու քո հարթակից դուրս գաս, տրավման վերցնում է քեզ քո եսի մեջ, դու մերժված ես, դու չսիրված ես, դու համեմատվում ես, դու բուլինգի ես ենթարկվում, անընդհատ քո եսի շուրջ ափռում, որովհետև քո եսը, քո ինքնությունը արդեն թիրախավորված է, իսկ այդ թիրախավորվածությունը կարա բժշկի միայն Հիսուս Քրիստոսը։ Բայց այդ կետին հասնելու, որ ընդունելու իր ասերը, դու պիտի հաղթահարես այս ամենը, այս ամբողջ տրավմաները, որ բերել են այդ հպարտությունը, նաև պետք է հաղթահարես, որպեսզի թույլ տաս, որ Հիսուս Քրիստոսը քեզ բժշկի։ Ոչ մեկ չի կարող այս ամեն ինչ անի մեզ։ Սա ինքնության խնդիրներ են։ Նույնիսկ ժառանգական եկած մերժվածություններ կան։ Մենք չենք կարող ամեն ինչի դեմ պայքարենք։ Ինքնուրույն չենք կարող, բայց Հիսուսի հետ միասին կարանք ամեն ինչից դուրս գանք։ Էլ ինչն է ձևավորում, փոքրուց ձևավորվում է ամոթը, եւ մենք հպարտության հետևը թաքցնում ենք նաեւ ամոթը, որովհետեւ մարդ վախենում է, որ ուրիշները ճանաչեն իրան այնպեսին, ինչպեսին իրականում իրա կա, այսինքն կհրաժարվեն իրանից, եթե ճշմարտությունը իմանան, հա, իրա կարծիքով, եթե մարդիկ իմանան ինքը իսկականի ձևը կհրաժարվեն, դրա համար ինքը միշտ ունի, այսպես ասած, դիմակ, հա, այդ դիմակը, որովհետեւ ինքը ամոթը ամաչում է իր իսկական եսից։ Օրինակի համար, եթե դուք յուրաքանչյուր ընտանիքի աշխարհիկ մարդկանց հարցնեք ձեր ընտանիքի ինչ ձևի ա եղել, երբ որ իրանք չունեն դեռ հոգևոր հասկացողություն, իրանք բոլորը կասեն, վայ մեր ընտանիքը ամենալավ ընտանիքն ա եղել։ Իրանք կամաչեն պատմեն, որ իրանց ընտանիքում եղել է ծեծ, ջարդ, հարբեցողություն, կախվածություն, պոռնկություն, շնություն, դավաճանություններ, իրանք կամաչեն, իրանք ամաչում են այդ իրավիճակից։ Իրանք ուզում են, որ ազգային ձևով իրանք լավ է Երևան, վայ մեր ազգը, վայ մեր ազգում մենակ ուսուցիչներ էին, մեր ազգում մենակ պրոֆեսորներ էին։ Այդ դիմակներն են, որ ծածկում են ամոթը, որտեղ ամոթներ կան, որ չեն ուզում որ արտահայտվեն։ Եթե գալիս ես ռեալ, բացում ես մասկաները, ինչ կա քո հետևը, հա, ինչ կա քո հետևը, դու տկարություններից չես ամաչում, ասում ես, ես այս ինչ մարդն եմ, ես այս ինչ սխալներ արել եմ, Հիսուս ինձ փրկել է, բայց երբ որ դու անընդհատ արդարացնում ես այդ քո շուրջը կատարվածը, հիմնելով դա ուրիշ բազաների վրա եւ նաեւ դիմակ կառուցելով, հա, որ ովքեր են, ինչեր են քո շրջապատի մարդիկ, արդեն դա ձևավորված է քո մեջ ամոթ, եւ այդ ամոթը թույլ չի տալիս նաեւ քեզ համար առաջ գնալու։ Դու ունես քո ինքնության ամոթը, դու ունես քո ազգային ամոթը, դու ունես քո ընտանեկան ամոթը, դու ունես քո ոչ պերֆեկտ լինելու ամոթը, հա, որ հանկարծ չիմանա, որ ես ինչ-որ բան չեմ կարող։ Եվ դա կարող կյանքի ընթացքում է ձևավորվի։ Ամոթ կարա ձևավորվի կյանքի ընթացքում։ Ամոթը միշտ չի որ մանկությունից է գալի։ Կարա իրավիճակ փոխվի եւ դու ամաչես։ Կարա, չգիտեմ, երեխա չունենաս մի քանի տարի եւ բոլորը քեզ անընդհատ հարցնեն երեխա չէ, բայց երբ ես երեխա ունենում, եւ դու սկսես ամաչել այդ հարցից։ Դա ձևավորվեց այդ ամոթը։ Կամ ես օրինակ որ եկել եի Գերմանիա, լավ չի խոսում գերմաներեն, եւ այդ ժամանակ ձևավորվել էր իմ մեջ ինչ-որ մի տեսակ ամոթ։ Ես փորձում էի անգլերեն խոսալ, որպեսզի գերմաներենով չխոսեի, ասում եմ, սպասի ես անցած մենակ անգլերեն խոսամ, որովհետեւ անգլերենը գիտեի։ Եվ դա ինձ օգնում էր այդ կետը անցնելու։ Հա, դա կարող ձևավորվի այդպիսի ամոթը։ Կյանքի ընթացքում կարող ձևավորվի։ Եվ դու արդեն պետք է հասկանաս, որ այդ ամոթը չի եկել, որ ինքը մնա, դու պետք է հաղթահարես իրան, որ դուրս գաս այդ ամոթի մեջից եւ երբ որ դուրս ես գալի դրա մեջից, արդեն քո համար գալիս է պարզություն, արդեն դու վերցնում ես սատանայի ձեռքից այդ գործիքը, այդ ամոթի գործիքը վերցնում ես իր ձեռքից, բայց քանի որ ինքը կարողանում է ամոթը օգտագործել, հպարտությունը քո մեջ կարա դեռ գործի։ Էլ ինչ կարա հպարտություն բերի։ Օրինակ, ծանր հոգեբանական տրավմաներ ինչպիսին են բռնությունը, եթե դու բռնության ես ենթարկվել, հա,
անտեսված ես եղել, բռնության ես ենթարկվել, դավաճանվել ես, քեզ լքել են, թողել են, հրաժարվել են քեզանից, այդ ամենը կարան ձևավորեն քո մեջ այդ հոգեբանական տրավմաները, որոնք որ հետո բերում են հպարտության, որովհետև եթե երեխան բռնության է ենթարկվում, ինքը արդեն սկսում է ամբողջություն ձևավորել իր մեջ, հա, ինքը արդեն պատրաստ է նույնիսկ այդ հարվածին, հա, երեխեք կան, որ իրենց էլ արդեն չի հետաքրքրում ծեծը, իրանք այնքան ծեծ են կերել, բայց դա իրանց մեջ ձևավորվում է այն բնավորությունը, որ հետո այդ տրավմայից դուրս գալով իրանք ունեն իրանց ներքին կորիզ հպարտությունը։ Եվ իրանք արդեն չեն էլ վստահում Աստծուն, որովհետև այդ ամեն ինչի մեջ իրանք չեն տեսնում Աստծո ձեռքը, Աստծո պաշտպանական ձեռքը իրանց վրա չեն զգում, այդ տրավմայի մեջ սկսում են մեղադրել նույնիսկ Աստծուն, ասեն, որ Աստված ներքի պիտի սենց բան թույլ տար։ Այսինքն իրանք չեն տեսնում, որ դա այդ մարդը Աստծո ցանկությամբ չի եկել իրան խփում, իրանք մենակ իրանց դեֆիցիտն են էլի տեսնում, որտեղ այդ տրավման թույլ չի տալիս, որ իրանք տեսնեն, որ այս մարդը սատանայով էր վարվում ու Աստված իրան ուզում է պաշտպանի։ Եվ իրանք ասում են, բա Աստված ուր էր այս ժամանակ, որ այս մարդը ինձ խփում էր, իմ պապանից ծեծում էր, բա այդ վաղտ Աստված ուր էր։ Ասենք այդ հասկացողությունը իրանց մոտ այնքան բլոկադա է եղած այդ ծեծից կամ բռնությունից, որ իրանք անդադ այդ ցավը առաջնային է գալիս, ու այդ ցավի բժշկությունն էլ է Հիսուսի մոտ։ Բայց Հիսուսի մոտ հասնելու եւ հանձնելու ընթացքը իրանց համար շատ ավելի դժվար է, քան առանց տրավմաների, առանց այդպիսի ապրումների մարդկանց համար։ Եվ իրանց մեջ ձևավորվում է նաև այդպիսի բան, որ ես ոչ մեկի չեմ վստահի, նամանավան եթե առաջի փորձերը ծնողների հետ են, ամենաառաջի փորձերը ծնողների հետ, եթե մաման, պապան, որովհետև ինչի է այդ տենց։ Երեխաները ամենաշատը վստահում են ում իրանց ծնողներին։ Ծնողները երկնային, այսպես ասած, երկրի վրա գտնվող աստվածներ են երեխու համար։ Երբ որ երեխան ծնվում է, իր համար ծնողը Աստված է։ Եվ եթե ծնողը ենթարկում է իր երեխուն անընդհատ ծեծի, այդ երեխու մոտ ձևավորվում է Աստծո հանդեպ անվստահություն, որտեղ ինքը վստահեց այս մարդկանց, այս մորը, այս հորը, եւ իրանք իրան ծեծեցին։ Եվ ինքը արդեն անվստահություն է ապրում նաև Աստծո հանդեպ, որտեղ այդ ծնող հասկացողությունը, որ մենք ասում ենք հայր, եթե դու չունես քո հոր հանդեպ այդ ջերմ հասկացողությունը, դու դժվարանում ես Աստծուն հավատալ, դու դժվարանում ես Աստծո մոտիկանալ, որտեղ դու հիշում ես քո ծեծող հորը։ Դու հիշում ես քո ծեծող հորը, որ քո մորն էր ծեծում։ Դու հիշում ես այն ամեն ինչը, ինչ որ քո հետ է կատարվել։ Այդ հիշողությունները, տրավմաները քեզ հեռացնում են Աստծո փառքից, Աստծո սիրուց։ Դու չես կարողանում լիարժեք հասկանալ սերը որն է вообще-ը։ Ոնց կարող է սեր լինի, եթե իմ ծնողը ինձ չի սիրել։ Եվ այդ բռնությունը շատ ուժեղ տրավմաներ է թողում մարդկանց մեջ, որ մարդիկ չեն կարողանում իրանց հպարտության հետ հետո պայքարեն, որպեսզի դուրս գան եւ գան Աստծո առաջ։ Սաղմոս 147-րդ խոսքում ասում է, նա բժշկում է կոտրված սիրտ ունեցողներին եւ փաթաթում է նրանց խոցերը։ Աստվածաշունչը գիտի, որ մենք այդպիսի ցավեր ունենք։ Աստվածաշունչը գիտի, Աստված գիտի, որ մենք այդպիսի ցավեր ունենք, որ մեր սիրտը խոցված է։ Որտեղից է այդ սիրտը կոտրվել։ Եթե Հիսուս ուզում է մեզ բժշկի կոտրված սրտից, որտեղից է այդ սիրտը կոտրվել։ Այսպիսի բաներից է կոտրվել սիրտը։ Հիմնականում կոտրվում է մեր սիրտը փոքր ժամանակվա սխալ ապրումներից, մեր անձնական սխալ սպասումներից, սխալ ձևակերպված իդեոլոգիաներից, երկրի սխալ կուլտուրայից կարա լինի, հա, մեզ չի որ մենակ մարդիկ են մեղավոր, կարա իդեոլոգիա էլ լինի, հա, իդեոլոգիա, օրինակ սովետական իդեոլոգիայի մեջ մարդիկ ձևավորվում են ուրիշ ձևի բնավորությամբ, որտեղ իրանք պատկերացնում են, որ Սովետը աշխարհի ամենամեծ երկիրն է, եւ այդ հպարտությունը ճիպոտով տալիս են երեխեքին դպրոցում, կեր, հպարտություն, որտեղ դու աշխարհի ամենալավ երկիրն ես, եւ երբ քեզ ամեն օր էդի ուտասնում են, քո մեջ ձևավորվում է ազգային հպարտություն։ Ազգային հպարտությունն էլ է շատ վտանգավոր հպարտություն։ Հայաստանում էլ է ձևավորում ազգային հպարտություն։ Այսինքն մենք այս ազգն ենք, մենք այս ազգն ենք, մենք այս ազգն ենք, բայց այդ ամենի մեջ, ինչպես որ կարդացինք Աստվածաշնչի այն խոսքի մեջ, որտեղ ասում է ոչ մի բան մի մոռացի, որ առանց Աստծո ոչ մի բանի չէիր կարող հասնել։ Մենք պետք է ասենք Աստծուն փառք, որ մենք այսպիսի ազգ ենք, Աստծուն փառք, որ ես ունեմ այս ձեռքբերումը, Աստծուն փառք, որ ես սեղ եմ պատկանում։ Բայց երբ որ մենք Աստծուն հանում ենք եւ ազգն ենք դնում որպես առաջի պլան, կամ մեր ինքնությունն ենք դնում որպես առաջի պլան, այդտեղ արդեն մենք մտել ենք հպարտության հարթակ, ազգային հպարտության, իդեոլոգիայի հպարտության, հա, կամ սպիտակ կամ սև լինելու հպարտությամբ, օրինակ Ամերիկայում նախանցած դարում դա մեծ թեմա էր, սպիտակները ավելի խելացի էին, քան սևերը իրանց հասկացողությամբ, հա, դա էր իրանց իդեոլոգիան, եւ դա էր հպարտություն, չէ, դա էր ձևավորել այդ ազգի մեջ հպարտություն, մինչեւ որ Աբրահամ Լինկոլնը հանեց այդ ամբողջը, ասեց ոչ, հանում եմ ես սա հպարտության հարթակ է մեր ժողովրդի համար,
որովհետև իրանք էլ էին այդ տարբերությունները դնում։ Այսօր Հայաստանում էլ են ասում, հələ նայեք այս հնդիկներին, հպարտ մարդիկ տենց են նայում այդ ազգին, չեն հասկանում իրանք, որ դա հպարտությամբ են իրանք առաջնորդվում։ Չեն հասկանում, որ если Աստծո ստեղծած արարածը ես ով եմ, որ ինչ որ մեկին իր գույնի, իր պատկանելիության համար քննեմ, զննեմ։ Ով եմ ես, ինչ եմ ներկայացնում ինքս ինձանից։ Եվ մենք մոռանում ենք, որ մեզ էլ ուրիշ ազգերը կարան այդպես անեն։ Եվ երբ որ մեր հետ են այդպես վարվում, ասում ենք, օ, նացիստ են, ֆաշիստ են, բայց երբ որ մենք ենք ուրիշների հետ վարվում, այդ ժամանակ չենք հասկանում, մենք հպարտությամբ ենք բռնված։ Եզեկիելի 36-26 խոսքերում ասում է, ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ։ Ձեզ նոր սիրտ պիտի տամ, նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ։ Ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեր մստեղեն սիրտ տամ։ Ահա այս ամբողջ տրավմաները, որ թվարկեցինք, մերժվածությունը, խռովությունները, բաժանությունները, բուլինգները, բռնությունները, ծեծերը, ամեն ինչը վերում է նրան, որ սիրտը սկսում է քարանալ։ Որ քարե սրտի մասին է խոսքը։ Այն սրտի, որ թույլ չի տալիս սիրեն, այն սրտի, որ թույլ չի տալիս իրան մոտիկանան, այն սրտի, որ չի ուզում բացվի, ինչ որ մի բանով կիսվի իր ինչ որ մեկի հետ, այն սրտի, որը փակվել է ինքը իր մեջ, որովհետև ոչ մեկի չի վստահում, այն սրտի, որ չի ճանաչում կամ չի ուզում էլ ճանաչի մարդկային լավ կետերը, ինքը արդեն իրան փակել է իր պատկերացման մեջ։ Այլ սիրտն է այդ քարե սիրտը, որ Հիսուս ասում է, ես կքանդեմ ձեր քարե սիրտը եւ փափուկ սիրտ կդնեմ, որ դուք սկսեք զգալ ճշմարտությունը զգալ, արդարությունը զգալ։ Նաեւ քարե սիրտը չի ընդունում արդարությունը, իր համար արդարություն չկա։ Եթե այս փոքր ժամանակ ծեծ եմ գերե, ինչ արդարություն։ Վերջ, փակվում է արդարության թեման։ Որտեղ իրանք արդարությունը չափում են տրավմայի չափանիշով։ Եթե ինձ փոքր ժամանակ ինձանից մերժվել են, որտեղ է արդարությունը։ Իրանք չեն կարողանում պատկերացնել, որ Աստված արդար Աստված է։ Այդ արդարությունը իրանք մոտ թիրախավորված է։ Եվ այդ քարե սիրտը ձևավորվում է այդ բազումս տրավմաներից, որոնք եկել են մեր անցյալից, մեր կյանքի ընթացքից, դավաճանություններից, ընկերական դավաճանություններից, ամուսնական դավաճանություններից, երեխաների դավաճանություններից, ինչքան կամ որ երեխաներն են գնում չեն վերադառնում։ Եվ այդպես ձևավորվում է մեր մեջ քարե սիրտ, եւ մենք կկարողանանք միայն այդ քարե սրտի հետ պայքարել, եթե մենք վստահենք Աստծուն եւ բերենք իր առաջ ամեն ինչ դնենք, ասենք Տեր, մենք քեզ ենք վստահում։ Այդ քայլը պիտի անենք, պիտի անպայման հպարտ մարդը պեկարա մենակ այտենց ազատվի իր տրավմաներից։ Գտնի այդ օծի գլուխը, հա, եւ բերի ոտքերի տակը դնի Հիսուսի, որ Հիսուսը դրա գլխի վրա ճզմի եւ սատկացնի, որովհետեւ դա միշտ խանգարելու է հարաբերությանը Աստծո հետ։ Դա միշտ գլուխ է բարձրացնելու, բարկությունը, անվստահությունը։ Իրանք միշտ ինչ որ մի գլուխ են բարձրացնելու, եթե իրանց արմատը չգտնվի։ Եվ պետք է ակտիվ հրաժարվենք այդ ամենից, շատ ակտիվ պետք է հրաժարվենք այդ ամենից։ Եվ իսկական խոնարհությունը ծնվում այն ժամանակ, երբ մենք հասկանում ենք, որ մեր արժեքը հիմնված է ոչ թե մարդկանց կարծիքի վրա եւ ձեռքբերումների վրա, այլ Աստծո անփոփոխ սիրո վրա, այլ անփոփոխ սիրո։ Աստված նույնն է անցյալում, ներկայում եւ ապագայում, եւ այդ անփոփոխ սիրո մեջ է, որ մենք կարանք հաղթահարենք ամեն ինչը եւ դառնանք այդ խոնարհություն ձեռք բերենք Աստծո մեջ։ Ոչ մեկ չի ասում խոնարհացի մարդկանց առաջ, բայց մենք երբ որ Աստծո առաջ չենք կարողանում խոնարհալ եւ մենք զգում ենք, որ մեզ տանում է դա կործանման, մեր անձնական որոշումները մեզ տանում են անդունդ, մեզ տանում են գերեզման եւ այդ գերեզմանից պետք է մենք դուրս գանք, ակտիվ դուրս գանք, ասենք չենք ուզում այդտեղ, որովհետեւ հպարտությունը տանելու է գոռոզության եւ գոռոզությունը տանելու է մեզ կործանման։ Եվ այդ ամենը կարող ենք միայն ու միայն Հիսուս Քրիստոսի միջոցով անել։ Դրա համար եկեք աղոթենք եւ եզրափակենք մեր քարոզը, աղոթենք, որ Տերը մեզ օգնի։ Մենք մենակ ոչինչ չենք կարող անել։ Մեր տրավմաները, սկսած մեր տրավմաներից եւ մեր ընթացքի, մեր կյանքի ամեն ծանրությունները թույլ չեն տալիս մեզ, որ մենք ինքներս պայքարենք։ Մենք չունենք այդ հոգեվոր հարստությունը, որ կարողանանք դրա դեմ առնենք, եւ աշխարհը նոր հարվածներ ա բերում, որովհետեւ սատանան մեր թույլ տեղերը գիտի եւ ինքը նորից ու նորից խփում է։ Եթե դու մերժված ես քո կյանքում, ինքը անդադ մերժվածություն ա բերելու։ Դու հաստատվելու ես անընդհատ քո մերժվածության մեջ։ Բռնություն ես ապրել քո կյանքի մեջ, ինքը քո աչքի առաջ բռնություններ ա բերելու։ Այդ ցավն ա բերելու, որ դու ապրես ինչ որտեղ, որ հանկարծ չթուլանա քո ցավը, որովհետեւ երբ որ դու սկսես այդ ցավը մոռանալ եւ իր վրա բալզամ լցնես, սատանան պարտվում է։ Սատանան պարտվում է այն ժամանակ, երբ որ դու իր ձեռքից այդ գործիքը վերցնում ես, հպարտության ամեն անոթ վերցնում ես։ Եկեք աղոթենք։ Հայր Աստված, մեծարում ենք քեզ Տեր, օրհնված Աստված, փառահեղ Աստված։ Քո սերն ու բարությունն են Տեր ջան, բժշկողը Տեր ջան։ Դու ես մեր սրտերի Տեր ջան, Տերը,
Եվ դու գիտես Տեր ջան մեր սրտի չափը, ձևը, իր ստրուկտուրան, իր պատերը, քարից են, ինչից են Տեր ջան, մենք չգիտենք։ Մենք ունենք մենակ զգացմունք, որ ինչ-որ մի բան դու կարող ես մեր հետ անես Տեր ջան։ Եվ մենք վստահում ենք քեզ Տեր ջան, որ մեր սրտերը կփոխվեն, այն քար հատվածները լրիվ կքանդվեն եւ մեր սիրտը լիարժեք մսեղեն կլինի Տեր ջան, որ շնչի ապրի քեզանով Տեր Հիսուս Քրիստոս։ Տեր դու ես մեր օրինակը, որ քո սիրտը չքարացավ Տեր ջան։ Դա է տարբերությունը քո եւ մեր Տեր ջան, որտեղ դու սուրբ ես, իսկ մենք ոչ։ Քո սրբությունը Տեր ջան ծածկում էր ամեն ցավ, որ քո վրա եկավ։ Քեզ հարվածեցին, քեզ բռնության ենթարկեցին, բայց քո սիրտը չկարծրացավ։ Մեր վրա բռնություն ապրում, մեր սիրտը կարծրանում է Տեր, որտեղ մենք ունենք այդ մարդկային տկարությունները, մեր մեջ ապրում է այդ մարմնականը Տեր ջան, որ չենք կարող դիմակայենք։ Տեր ես այսօր աղոթում եմ, որ մեր բոլորիս խնդիրները Տեր ջան, անցյալի եւ ներկայի Տեր ջան, քո ձեռքերի մեջ Տեր ջան հալվեն։ Ես աղոթում եմ Տեր, որ դու օգնես մեզ դառնալու այն կատարյալները Տեր ջան, որ քո առջև չեն ամաչի Տեր ջան, հնազանդվեն, խոնարհվեն, վստահությունը քո հանդեպ լինի այլ ավելի քան ընդհանրապես իր անձի վրա կամ մյուս մարդկանց վրա Տեր ջան։ Մենք ուզում ենք այդ վստահությունը Տեր ջան քո հանդեպ, մենք ուզում ենք այդ հավատքը քո հանդեպ Տեր ջան, մենք ուզում ենք հավատալ Տեր ջան, որ դու մեզ ավելի ես սիրում, քան մենք կարող ենք երբևէ պատկերացնել։ Այդ հավատքը դիր բոլորիս մեզ Տեր ջան։ Եվ եթե կամ այդ մեջ մերժվածություն, չսիրվածություն, բուլինգ ժամանակներ կամ բռնություններ Տեր ջան, որ խանգարում են մեզ, Տեր, ես խնդրում եմ, որ դու ազատես մեզ այդ ամբողջ ծանրություններից Տեր ջան։ Ազատի մեզ Տեր ջան, այն ամեն ինչը մեր մեջ առաջացնում է այդ հպարտությունը եւ բաժանում է մեզ քեզանից Տեր ջան։ Թույլ չի տալիս, որ մենք մոտենանք քեզ։ Մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե ինչքան է քո սերը Տեր ջան, որովհետեւ քո սերը մեր համար սահմանափակված է մեր քարե սրտի մեջ։ Քո անսահման սերը Տեր ջան, թող զգանք բոլորս Տեր ջան։ Թափի մեր վրա Տեր ջան, քո երկնային արքայությունից քո անձրևները հեղեղի Տեր ջան, մեր բոլորի վրա Տեր իմ Աստված։ Խաղաղեցրում ես Տեր ջան քո մեջ, մեր բոլոր կորուստները Տեր ջան, ցույց տուր, որ իրանք օրհնանք են Տեր ջան, որովհետև մենք ձեռք ենք բերել քեզ Տեր Հիսուս։ Ցույց տուր, որ բոլոր կորուստները ունեցել են իմաստ, որովհետև ինչ իմաստ ունի կյանքը, եթե ունես ամեն բան, բայց չունես Հիսուս Քրիստոսին։ Եվ միակ ձեռքբերումը դու ես Տեր ջան, որ արժեք ունի այս աշխարհում Տերս։ Ես խնդրում եմ, որ բոլորիս համար գա այդ հայտնությունը Տեր ջան, որ երջանկությունը կախված չի իմ շրջապատից, իմ իրականությունից, երջանկությունը դու ես Տեր Հիսուս, որ ապրում ես իմ մեջ։ Փառք քեզ հավիտյանս Տեր ջան, թույլ տուր որ մենք դառնանք քեզ արժանի տաճարներ, Սուրբ Հոգի Տերս, բժշկի մեր սրտերը, որ դու ներսից եւ դրսից մեզ հաճույքով նայես Տեր ջան, որ տեսնես մեր հոգին եւ ուրախանաս եւ չտեսնես, որ այնտեղ կա նենգություն, խռովություն, չարամտություն, աններողամտություն, որ այդ ամենը եկել է Տեր ջան, բերում է հպարտություն իր հետ Տեր ջան։ Ազատի Տեր ջան բոլորիս կարծատիպերից, որ ձևավորվել են մեր ընտանիքներում, մեր երկրներում, խոսակցություններ, որ լսել ենք եւ կարծել ենք դրանք ճշմարիտ են Տեր ջան, դատապարտումներից, մեղադրանքներից ազատի մեզ Տեր ջան։ Ազատի մեջ ուրիշ ազգերի դատելուց Տեր ջան, մեզ դատավորի տեղ դնելուց եւ կարծելով, որ դա ճիշտ բան ենք անում Տեր, ազատի մեզ այդ ամենից Տեր։ Մեծախոսություններից ազատի Տեր ջան, ինքնասիրահարվածությունից ազատի Տեր ջան, ազատի մեզ այն ամենից, ինչը որ չար է Տեր ջան, ինչը որ քո աչքին գարշելի է Տեր ջան, որովհետև դու Աստված լինելով խոնարհացար եւ եկար հնազանդվեցիր, ծառայեցիր Տեր ջան, եւ մինչեւ վերջ խաչի վրա, մինչեւ մահդ խոնարհացար Տեր ջան, հնազանդվեցիր։ Եվ թող մենք էլ Տեր ջան նայենք քո օրինակին եւ շնորհակալ լինենք Տեր ջան, որ քո օրինակը կա, որովհետև մենք առանց քո օրինակի Տեր ջան ոչինչ չէինք իմանա Տերս։ Փառք քեզ հավիտյանս Տեր Հիսուս Քրիստոս։ Ամեն։